Առհասարակ մարքեթինգի ոլորտը ինքը անմիջապես կապված է, եթե ոչ հենված է, հենց էմոցիայի վրա։ Արհեստական բանականությունը համենայն դեպս այս պայդրությամբ ինքը չի հասկանում էմոցիան ոնց փոխանցի, ոնց արտնասնի։ Brad Pitt-ի Ֆորմուլա 1-ը Apple TV-ին որ նկարել էր։ Brad Pitt-ին քայլող ռեկլամ էին սարքել։ Սաղ իսկական լոգոներ էր, իր համար հատուկ custom IWC-ին ժամացույց էր սարքել ու սաղ աշխատեց։ Մարդը խա ինչ որ մեկին համոզում գնի այն product-ը, ինչը որ ինքը գնել է արդեն։ Որտեվ եթե դու մեկին բերում ես այդ դաշտ, բերես ինձ քո դաշտ, որ ես էլ այդ ակնոցներից սկսեմ առնել, դա քեզ բանա։ Всё, չէ, օքեյ, ուրեմն ես ճիշտ եմ արել։ Հետաքրքիր է, որ շատ անգամ մարքեթինգը հենց ուղիղ գովազդի միջոցով չի արվում, այլ հենց product-ի մեջ ինչ-որ փոփոխություն անելով է արվում։ Բեյսբոլի մի հատ ինտեգրացիա տեսա, Rexona-ն էր արել, մրցավարի թևերի տակներ լոգոները, որտեղ մրցավարը անընդհատ թևերը բարձրացնում է, վերը որ ցույց է տալի։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրն է դոպինգի կրեատիվ տնօրեն Հովհաննես Մարկոյանը։ Հովհաննեսի հետ զրուցել ենք գովազդային շուկայի, կոնտենտի, գովազդ ստեղծելու, էմոցիաների, մշակույթի, հայկական ինքնության, իր նոր պրոյեկտի եւ շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, եթե հավանում եք, սեղմեք լայք կոճակը եւ հիշեցնեմ, որ մեր ոդկասթը հասանելի է եւ Spotify-ում եւ Apple Podcast-ում, դուրս է գալի ամեն 5 շաբթի առանց բացառությունների։ Բացահայտեք հարմարավետության եւ էսթետիկայի նոր մոտեցումներ Futurist Architects-ի հետ։ Այստեղ դիզայնը համադրվում է ֆունկցիոնալության հետ, ստեղծելով գեղեցիկ միջավայր իր հաճախորդների համար։ Futurist Architects, կերտելով ապրելակերպ։ Ովջան ոնց ես։ Մարտական։ Մարտական։ Հա, Շատ լավ է։ Ինչ կա, ինչ հետաքրքիր նորություններ կա ձեր ոլորտում։ Կա դեռ ոլորտ։ Եթե խոսքի գնում է գովազդի ոլորտի, Հա։ գովազդի ոլորտի մասին, հա, կա այդ ոլորտը, ու ինձ թվում է մարդկությունը ինչքան լինելու է, այդքան այդ ոլորտը ապրելու է։ Ուղղակի տրանսֆորմացվելու է, սկսելու է ադապտանալ տվյալ ժամանակի պահանջին, էլի։ Հա։ Դե հիմա ոնց որ շատ են խոսում, որ էջենսիները, գովազդային գործակալությունները վերանալու են AI պատճառով կամ տրանսֆորմացվելու են կամ մեծ բիզնեսները շատ փող չեն ծախսում գովազդի վրա, սկսում են մենակ ինֆլուենսերների հետ աշխատեն կամ AI-ին ասում են AI ստեղծում է, իրանք տարածում են։ Իրականում հա այդ բանը կա, կոնսպիրոլոգիան կա, այնց որ որոշել են, բանել չի լինելու, բայց ինձ թվում է մեկը AI, նույն եթե AI-ից ենք խոսում, AI-ին պետքա մարդ, ով որ կարող է խնդիրը ձևակերպի։ Իսկ գովազդում առհասարակ երևի թե ամեն ոլորտում էլի խնդիր ձևակերպելը դա ամենաթե լուծման մի 70%-ն է։ Այսինքն ինչքան AI ինչ պետք է սարքի, եթե խնդիրը չես կարողանում ճիշտ ձևակերպես, մեկը օգուտ չկա, հա։ Բացարձակ։ Եթե դու չգիտես ինչ ես ուզում, դու ոնց ես AI տված product-ը, եթե դու չունես բազային գիտելիք։ Դե նա ինչ են անում, օրինակ ոնց են անում, չգիտեն մարքեթինգը ինչա ոնց, հա, ինչ որ բազային գիտելիք է չունեն, մտնում են օրինակ, չգիտեմ, Gemini-նա, Claude-նա կամ ChatGPT-ին, ասում են մեծ տուր մարքեթինգային ռազմավարություն։ Էժություն է տալիս սովորաբար, որը մեր շուկայի հետ կապ չունի, հետո ասում են դե դրա վրա մեր համար սարքի պոստեր կամ չգիտեմ, վիդեո կամ դրա վրա սարքի, հա, գովազդային հոլովակի սցենար։ Ես այդպես բրիֆել եմ ստանում։ Այսինքն մարքեթինգի բաժնից բրիֆ ստացել եմ։ Լրիվ է սարքած։ Հա, ChatGPT։ Գիտես ինչից եմ բանանում, հասկանում։ Այն երկար գծիկը ChatGPT-ն այդպես դնում։ Word-ի մեջ երբ որ դու հավաքում ես, գրում ես խնդիրը, այդ երկար գծիկը չես դնում։ Իսկ ChatGPT-ն ասես երբ որ բլոկավորում է տեքստը, երկար գծիկ է դնում, հա։ Այդ դրանից, չգիտեմ, այնտեղ ուղեղի իկոնքին, նե առաջին առանց կարդալու էլ, չգիտեմ, եթե վիզուալ ռադիոյա Word-ի մեջ, բայց բանա դրած, ռադիոյի իկոնկա է դրած, էլի։ Ինքը մեկը, եթե sense նայենք, էլի, գովազդ, առհասարակ մարքեթինգի ոլորտը ինքը
անմիջապես կապված է, եթե ոչ հենված է, հենց էմոցիայի վրա։ Արհեստական բանականությունը ինքը համենայն դեպս այս պայդրությամբ ինքը չի հասկանում էմոցիան ոնց փոխանցի, ոնց արտնասնի էմոցիան, որովհետև կա լեզվամտածողություն, մենտալիտետ, ինչ որ մշակութային որոշակի տենց հիմքեր, որ այդ մարդկանց մոտ է դա ընդունված, այդ ինսայթները մարդիկ ոնց են, ինչից են ոգևորվում, ինքը չի դրանք չի այդ ինֆորմացիան չի տիրապետում։ Համենայն դեպս այս պայդրությամբ ինքը դրան չի տիրապետում, հետեւաբար Բայց ժամանակի ընթացքում ինձ թվում է որ շատ գովազդներ տնա հայերենով կամ տեքստեր կսկսի դա լավ ընկալի, որտեվ գնալով շատ լավ անունակ վճարովի վերսիաները Claude-ի մեկը Gemini-ի շատ լավ է սկսել հայկական կոնտեքստը հասկանա։ նու Բայց էմոցիա ճիշտ կարտահայտի թե չէ, չգիտեմ, անգամ չգիտեմ, ինչ որ ինֆլուենսերների մոտ կամ գովազդներ տեսնում ես, տեքստից մի անգամից ջոգում ես, որ AI-ա գրի։ Շատ միանման է։ ինքը պլաստմասա է, պլաստիկ ռոլիկներ են, պլաստիկ տեքստ է, որովհետև Ավելի քան ես։ հա, դա իմ ամենա բանը երբ հանդիպում են այնց այդ կարգախոսներ կան, չէ՞։ Երբ հանդիպում է ժամանակն ու մշակույթը, երբ հանդիպում է սերը եւ արվեստը, այնց այդ բաներն են էլի, ինչ որ պատերներ է, որի մեջ բառերը փոխում ես ցանկացած երկում, բայց դա դեռ էմոցիա չկա, բայց ինքը չի կարա էլի դու չես երբ քաղցած ես մտածի AI-ը։ Բայց մարքեթինգը մենակ էմոցիայի մասին է, գովազդը մենակ էմոցիայի մասին է։ Հա։ Հա։ Էմոցիայի վրա է կառուցվում։ Ստեղ կարան համաձայն չլինեմ, բայց էմոցիայի վրա է կառուցվում, որովհետև իմ կարծիքով ցանկացած որոշում կատարվում է հիմնվելով էմոցիաների վրա, մարդը կատարում է էմոցիոնալ որոշում, բայց մասնագետները դա վերաձևակերպում են, գտնում են դրանց ռացիոնալ հիմքեր, որ ասում են դե էս ինչ որ գնել եմ, օրինակ այս սարքը որ գնել եմ, իրականում իմ աշխատանքին շատ է պետք բան, բայց դա էմոցիոնալ է։ Հիմքում ինչ որ մի հատ էմոցիոնալ շարժարիթ եղել է։ Այստեղ հարցն է, ինչքանով ես դու բառապաշարդ, ինչքանով է պատրաստ դա քո շրջապատին ռացիոնալ հիմքեր ներկայացնի։ Թե ինչ ես դա արել։ Հա, որովհետև դու չես կարող ասես բանը։ Դու սաղ ունեին, ես չունեի։ Դες Չէ, դա լավ պատասխան, բայց հա, չնայած նայած որ բանի, բայց սովորաբար մարդիկ միշտ, չգիտեմ, ինչ է քո համար գնում ես, փորձում ես դրա ինքդ քո մեջ արդեն որ կանգնած ես դրա մարկում, որ պետքա վճարես, արագ ոնց է, չէ՞, միտքդ աշխատում, ինչ որ ռացիոնալ պատասխաններ ես գտնում, եթե բայց ինքդ երեխեքի մոտ տեն մինչև ինչ որ տարեք, օրինակ ասում են, հա, բանը մեր մանկապարտեզի ինչ որ էս երեխեն ունի, ես էլ եմ ուզում։ երեխեքան անկեղծ պատասխանում են։ Տղես ասում, ինչ ես ուզում, ասում եմ մեր խմբից, չգիտեմ, ինչ որ մեկ ունի, ես չունեմ։ Ես ասվերջ Հետո երեխում մամա հետ եմ խոսում, ասում են ինքն էլ նույն բանը ասում, որ Սերգեյ ունի, ես չունեմ։ Եթե արդեն ունես գործող բիզնես եւ մտածում ես, թե ինչպես անցնել հաջորդ մակարդակին, հիմա շատ լավ պահ է այդ քայլը անելու համար։ Ագվա բանկը մինչև 35 տարեկան ձեռներեցների համար առաջարկում է ֆինանսավորում հատուկ պայմաններով, որպեսզի սահմանափակումների մասին մտածելու փոխարեն կարողանաս կենտրոնանալ քո բիզնեսի աճի վրա։ Կարող ես ստանալ բիզնես վարկ մինչև 50 միլիոն դրամ, մինչև 60 ամիս ժամկետով, դրամով, դոլարով կամ եվրոյով։ ՀՀ դրամի դեպքում տոկոսադրույքը սկսում է 11.9%-ից։ Սա հնարավորություն է ընդլայնելու գործունեությունդ եւ իրականություն դարձնել այն գաղափարները, որոնք արդեն հասունացել են քո բիզնեսում։ Մանրամասների համար անցիր հղումով ներքևում։ Ես երբես մի հատ գովազդ տեսա, երեխես մուլտեր նայում, եւ տղես արդեն գովազդով տենց վարակված է, էլի։ Քանի տարեկան է։ 11։ Հա, արդեն լավ մեծ է։ Հա, տենց գովազդի բան մեջ տենց ուսումնասիրում է, իր տարիքին համապատասխան ինֆորմացիա էլի ուսումնասիրում, ասում է, ասած արի մի հատ նայի մի հատ գովազդ քեզ ցույց տամ, վիդեոյի արանքը բերել էր, ասում եմ ինչ ա եղել։ Ասում եմ նա ինչ է ասում վիդեոյի մեջ։ Այս գովազդի ինչ որ, չգիտեմ, մանկական ինչ որ product էր, ասում է շտաբի ծնողներիդ համոզի, որ քո համար սա գնեն ու դու կտարբերվես մյուսներից։ Ինքն երեխեքի կոնտենտի մեջ կա գովազդ ու կոնկրետ ինքը բացատրում է ոնց ուզեն, որովհետև երեխեն ինչ ուզում է, մենք ունենք չէ տերմին, ինչ անում ենք երեխեքի համար ենք անում։ Հա, բայց բաներ կա, որ երեխան ուզում է, բայց երեխա համար վնաս է։ Դրա համար օրինակ երեխեքի գովազդներ, երեխեքի վրա արվող գովազդները ինչ որ չափով ռեգուլյացիա չի արվում։ Դե հա, երեխեքի կիրառումն է գովազդում էլի ռեգուլյացիա արվում, որտեղ գովազդների կամ ոլորտներ կան, որտեղ որ
նույնիսկ եթե ինքը երեխեն գիտեն, որ երեխեն սպառելու է, երեխեք ինչ են օգտագործում, որ այդ էմոցիան արտնասնեն կադրում։ Եթե գնանք առհասարակ այդ ռեգուլյացիայի գովազդի օրենքներում, շատ գովազդներ կան, որ խախտվում են։ Հայաստանում։ Հա, սնահավատություն։ Հա, օրինակ երբ որ դու գովազդային մեսիջդ կառուցում ես մարդու համոզմունքների բանի վրա, այսինքն չգիտեմ, հաջողակ այս թիվը ձեզ կտա բան, մենք այսքան ինչ որ բան ենք անում, 10, չգիտեմ, կամ 7 տարի աշխատում ենք այս ոլորտում ու 7-ը ձեզ կբերի հաջողություն, օրինակ։ Հա, կամ ինչ որ բան, այսինքն մարդկանց համոզմունքների բանի վրա կառուցված մեսիջները չի թույլատրում գովազդում, օրինակ, չգիտեմ, ալկոհոլի կիրառում, որը կարա կիրառել, այսինքն ալկոհոլ խմելը կարաս ցույց տաս թե չէ, կարծեմ մենակ կոնյակն է, որ բացառություն ունի օրենքի մեջ կոնյակն է, որովհետև ինքը ուրիշ ստրատեգիկ պրոդուկտ է Հայաստանի համար։ որ կարաս խմես Հա, գովազդի մեջ։ Գովազդի օրենքը կարծեմ ինքը արգելում է խմել մյուս բաներ, այսինքն դու կարաս չխկասնելը բերես ցույց տաս բան, բերեցին բաժակներ իրար խփեցին, խմելը, եթե չեմ սխալվում, դա էլ է արգելված 23 տարեկանից ներքև դերասան օգտագործելը կադրում արգելված է, բայց դրա ռեգուլյացիանով անում։ Դե ես անգամ տենում եմ գովազդներ, որտեղ բան են օգտագործում ամենալավ եզրույթը, այս ամենալավն է այս պրոդուկտների մեջ, որ էլ ինչքան գիտեմ արգելված է։ Դա աշխարհում է արգելված ու դրա բայց բաներն է կա էլի կարում են լուծում գտնում են էլի ոնց տերմինը օգտագործեն, քանի որ ինքը կրեատիվի ոլորտն է, կրեատիվщикները դրա ոնց որ լուծումը գտել են էլի ոնց կարան շրջանցեն այդ օրենքի սահմանափակումները, օրինակ Կարլսբերգը ունի, գարեջուրը, կարծեմ կարգախոսը սենց է, աշխարհի լավագույն երևի թե աշխարհի լավագույն գարեջուրը։ Հա, Սենց է ինչ որ, բայց այդ բաները Վիչի կա, բրենդ կա, բան ծովամթերքների կրաբի իրանց պալշկիկն է, որ Վիչի կրաբները սիրում են բոլորը, բայց այնտեղ բան էին արել, Ռուսաստանում էին արել, հարցում էին անցկացրել 100 հոգու, ասել սիրում եք կրաբ, ասել հա, դա որպես հիմք էին վերցել, որ կարողանային այդ մարմինով որ կարգավորում է իրանց ցույց տային, որ 100-ից 100-ը ասել են, հետեւաբար մենք կարանք ասենք, որ կրաբ սիրում են բոլորը ու սկզբից բրենդն է հնչում Վիչի կրաբներ սիրում են բոլորը, բայց դու հասկանում ես, որ Վիչի կրաբները սիրում են բոլորը, ձև ես անկանում։ բայց կրեատիվ է, ինչ խոսք։ Հա, մենակ մոտեցման համար ասում եմ հիմք։ Հա, բայց բան է, մյուս կողմից է ինքը ոնց որ մոլորեցնող է։ Դե ամենաերևի վատ գովազդը հենց է դա էլի։ Բայց բոլոր Արդյոք գովազդների մեջ ինչ որ չափով մոլորեցման կտոր չկա, Չէ, բոլորը չէ։ կամ լավ գովազդի մեջ չպետք է լինի։ Լավատեսություն կա բոլոր Լավատեսություն։ գովազդներում։ Բանա հրեշը եւ գեղեցկույն, չէ, հայերեն ճիշտ երևի թարգմանեցի։ Այդ նույնի մեջ ոնց է, չէ, որ գեղեցկույն հրեշի մեջ ինչ որ բան տենում է։ Դու պետքա, եթե զբաղվում ես գովազդով, դու պետքա պրոդուկտները, այն պրոդուկտի հետ, որի որ աշխատում ես, դու պետքա փորձես իրան դրական կողմերը տեսնես, էլի։ Այդ շատ կարևոր է։ Ու ճիշտ ներկայացնես։ Հա, կան բնականաբար ոլորտներ, որոնք որ մենք կատեգորիկ չեն գովազդում, Որոնք մասնավորապես gambling, այսինքն եկել ենք ինչ որ պահի մի հատ այդ որոշման, որ մենք չեն գովազդելու դա, ծխախոտային արտադրանք չեն գովազդելու ու այդ բայց այն պրոդուկտը, որին որ մենք միանում ենք, որին որ մենք գովազդում ենք, այդ ինչ որ արշավ ենք մտածում դրա համար, մենք մեզ հարց ենք տալի, այս պրոդուկտի հետ որ մեր հարազատները առնչվեին, մենք դրա հետ ոնց կինքն դրական կվերաբերվենք այդ ամեն ինչին։ Եթե հա, ուրեմն գնում ենք առաջ։ Եթե մեսիջը հասկանում ես, որ ակնհայտ մոլորեցում է, որպես կանոն չենք աշխատում։ Որտեւ իր մեջ դու ունես պատասխանատվության աստիճան որոշակի, որովհետեւ դու կարաս քո խոսքով, քո պատկերով կամ պատկերաշարով մարդուն ասես համոզես ինչ որ բան, որը իրականության հետ կապ չունի։ Բայց հեշտ է մարդկանց համոզել ինչ որ նոր բան։ Օրինակ մարքեթինգը շատ անգամ օգտագործվում է պահելաձև փոխելու համար, որ մինչև այս կետին դու ինչ որ մի ապրանք ես առել կամ չես առել, հիմա այս կետից այս կողմ պետքա սկսես սրանից օգտվես։
Այսինքն եթե վերցնես հիմքում հենց պահելաձևի փոփոխությունն է, Բոլոր product-ները, որը այդքան է հեշտ գործ չի իրականում։ բոլոր product-ները, հա, որոնք որ ինքը ուղակի, այսինքն որոշակի կոնստանտ այդ ամեն ինչը ներկայացնելու ու մենակ մի աղբյուրից ինքը չպետք է այդ ինֆորմացիան լսի, տարբեր։ Այդ կարևոր է։ Հա, որովհետև մի աղբյուրից եթե լսում եմ, արդեն սկսում է որոշակի կասկածանտություն է մոտ առաջանում, որ կարող է ինչ որ ոնց որ ես քեզ ամեն օր ասեմ, չգիտեմ, Վազգենը շատ ոսկե անձնավորություն է։ Արդեն 4-րդ, 5-րդ օրը Վազգենը սկսելու է քեզ նյարդայնացնել, պայմանական Վազգենը։ Բայց երբ որ տարբեր տեղերից, տարբեր բանով, չգիտեմ, նստես տաքսի ասեն, այս Վազգենը չենք նա, ոնց լավ մարդ է, մի օր նստել էր իմ, բայց եթե այդ ամեն ինչը օրգանիկ լինի, որ քեզ թվա ոչ թե քեզ հրամցնում են, այլ դու ուղղակի ականատես ես լինում այդ ամեն ինչին։ Այդ ժամանակ արդեն քո վերաբերմունքը փոխվում է, բայց այսօր մեր առօրյայում շատ ապրելակերպում երևույթներ կան, գործողություններ կան, որոնք որ մենք անում ենք հիմնվելով ինչ որ ժամանակի մարդիկ որ որոշում են, որ սա պետքա ներկայացվի։ Չգիտեմ, նախաճաշը, հա, մարքեթինգային ուրբաթ օրերը որ բանկերում կամ պետական կառույցներում որ բան են չանում, ազատ են հագնվում։ Այդ էլ է մարքեթինգը վերաբերվում։ Ո՞վ արել։ Կարծեմ ջինս արտադրողներից, բայց չեմ հիշում որ բրենդներ, որոնք որ ունեին նաև լվացքի փոշի։ Ու երբ որ մարդիկ Նյու Յորքում հագնում էին միշտ կոստյում, տղամարդիկ կոստյում էին կրում, այսինքն իրանց հագուստը դա էր, համ լվացքի փոշի չէր վաճառվում, համ ջինսերը չէր վաճառվում։ Ու սկսեցին այդ լոբինգը անել, որ գոնե մի օր թողեք մարդկանց ազատ հագնեն, որովհետև իրանք ստեղծագործեն այդ օրը, ու եկավ այն, որ կրեատիվ մարդիկ, ստեղծագործող մարդիկ պետքա ազատ ինչ որ օր ունենան հագուստի, իսկ ջինսը արդեն չես տալիս, չէ՞։ Ինքի մաքրման արդեն դու ես լվում։ Արդեն համ ջինս ես առնում, համ դու ես լվում, հետեւաբար մի քանի product ես դու արդեն սպառում ու նմանատիպ բաներ գնաց, չգիտեմ, սկսած արդեն բաներից կարծեմ, այս վերջում որն էր, որ կարծեմ բաներ, հենց ամերիկանսկի զավտրկներ, որ էլի բան էին արել, տերմիններից, նու, ասում եմ, ծխախոտին չանդրադառնանք, բայց դա էլի ինքը էլի ագիտացիայի բանի որոշակի ինչ որ իրավիճակներում ցույց տալ ոնց է էս պետք էլի ոնց է մարդը կիրառում ծխախոտի բանը կանայք որ չեն սուֆրաժիստները որ բան արեց Էդի բանը չէր Էդվարդ Բերնեյսը չարեց հա պրոպագանդա գրքի 20-րդ դարի կամ սկզբին կամ 19-րդ առաջին համաշխարհայինից սուֆրաժիստ եք ձև էր կարծեմ արշավակոչին երբ որ դուրս եկան որպեսի նկատեին մարդիկ բայց այնտեղ ուրիշ խնդիր էին իրանք բարձրաձայնում ուղղակի ծխախոտը պետք էր որ իրանք դրանով դեմոնստրացիա անեին հա որ ծխախոտինը որ ծխում էր ազատության նշան էր հավասարաչության հետո նաև մտցրեցին որ եթե ծխում ես կարաս նիհար մնաս հա հետո բանը չգիտեմ լիստերին էլ էլի նույն ձև մտել լիստերինը սկզբից վարձեցին բժիշկներին որոնք որ հորինեցին դիագնոզ որ բերանի տհաճոտը դա մանա ատամները չլավալու հետևանք չի դա լուրջ հիվանդություն է որի դիագնոզը չեմ հիշում ոնց էր կոչվում ու սկսեցին բժիշկները լուրջ այդ դիագնոզը գրել մարդկանց ու դրան որպես դեղամիջոց եկավ արդեն լիստերինը որ ինքը այդ հիվանդությունը բուժում է այդ բաները բարակ այդ չէ բան հեղուկները հա հեղուկը օղելու այդ դիագնոզը այսինքն իրանց դարձրեցին հիվանդություն վերեցին առաջի պլան հիվանդություն դարձրեցին հետո ասացին բայց իմացակ արդեն ատամները լվալուց հետո ողողեք լիստերինով հա ինքը արդեն դեռի բուժում է էլի կյանքդ փոխում է ու ցույց էին տալի այնտեղ բան դժբախտ բան ընտանիքներ էլի հելոսիս չեմ հիշում հիվանդության անունը հարիտոսիս հետաքրքիր է որ շատ անգամ մարքեթինգը հենց ուղիղ գովազդի միջոցով չի արվում այլ հենց product-ի մեջ ինչ որ փոփոխություն անելով արվում կամ product-ի մեջ փոփոխություն անելով հետո պլյուս քանի որ ատամի թեմայից խոսացինք նույն ատամի պաստայի ֆենոմենը ինչի են մի հատ այդ մենտոլի համը մտցրել որովհետև ատամի պաստան շատ երկար ժամանակ չէր վաճառվում ու մտցրեցին այդ համը ու դրա հետևից եկավ շատ ուժեղ մարքեթինգային արշավ որ այդ
թարմությունը մաքրության նշան է։ Հմ։ Հիմա համարը Հոտ։ բոլոր Մաքրության հոտ եկավ տերմին 20-րդ դարի կեսերին air freshener-ները։ մաքրության հոտ, որ էս մաքրության հոտն է, այսինքն այդ ձևավորեց ու շատ բրենդներ իրականում իրանք փոխեցին նաև դիրքավորումները։ Հիմա կարծեմ Harley-ն է մոտոցիկլը։ Harley Davidson-ը իրանք ամենասկզբից դիրքավորում են որպես ամենաանձայն մոտոցիկլներ։ Իրանք ունեին մոդելներ, որոնք որտեղ էին։ Հետո հասկացան, որ չէ, այդ ոնց որ լավ չի, որի որ ձենը շատ ուժեղ է գալիս խլացուցիչից։ Այդ արդեն ավելի է գրավում մարդկանց ու կամած վերադիրքավորվեցին, էլի, որովհետև այդ վերադիրքավորումը ինքը նորմալ օրգանիկ process է։ Դու սկսում ես մի բան, շուկան մտածում ես, որ շուկան դրան է սպասում, բայց բարձրացնում է շուկան դրա մեջ ինչ որ բան է գտնում։ Ծիֆալը էլի նույն խնդիրը, ծիֆալը մտել էր SNG-ի շուկա, հեսովետական երկրների շուկա, մտել էր, որ դու կարաս բան անես, առանց կարագի ինչ որ բան պատրաստես թավայի մեջ։ Չի կպտում։ Հա, մարդիկ, բայց շահը այդ կարագը ոնց որ նստած էր, որ ինքը օգնում է, լավ է, քեզ պետք է էներգիա տալիս, այդ մարդկանց չգրավեց։ Հետո արդեն ասացին, որ դու կարա շատ հեշտ լվաս այս թավան, փոխեցին դիրքավորումը։ Ֆունկցիոնալ պրոդուկտը ոնց որ մնաց ինքը նույնը, այդ իրա պակրիցիան։ Ծածկույթը մնաց, հա։ Բայց այս մարդկանց էս էր գրավում։ Հա։ Ու բրենդները սովորաբար արդեն կայացած բրենդներ իրանք կարողանում են իրանց թույլ տալ էմոցիոնալ կարգախոսներ անեն։ Նոր սկսող բրենդների ամենամեծ խնդիրը այն է, այսինքն երբ որ իրանք 2000-ականներից այսքան օրինակ ստեղծվել են, ամենամեծ խնդիրն է, որ իրանք վերցնում են ոլորտի գիգանտների կարգախոսները էմոցիոնալ։ Հա։ Ու սկսում են շուկային մտնում այդ ձև։ Պրոդուկտը, որին որ բացարձակ ծանոթ չես, բայց ինքը քո հետ էմոցիոնալ է խոսում։ Բայց այդ գիգանտները, ովքեր որ եղել են, իրանք մտել են շատ ռացիոնալ, չէ՞, շուկա։ Իրանք ասել են, որ, չգիտեմ, այս նրա SSS բաներն է, ինքն Մարսի գովազդը, Snickers-ի գովազդները որ նայենք էին։ Կոնկրետ միլիարդներ է ծախսվել։ Կոնկրետ ասում էր, մեջը կա նուգա, շոկոլադով ծածկված է, չէ՞, մեջը կա, ասենք, բան գետնանուշ։ Դու այդ իմանալուց հետո արդեն քո հետ խոսում է էմոցիոնալ մասով։ Բայց նայում են, ասում են, այ մեզ պետքա Nike նման մի հատ կարգախոս։ Just do it։ Բանը Apple-ոտ մի հատ բան ենք ուզում։ Apple-ը կարա արդեն բան չանել, էլի։ Apple կարա ոչ մի բան ցույց չտա։ Ուղղակի չգիտեմ, ինչ որ մարդ ցույց տա, կողքը լոգոն լինի։ Դու իր մեջ կգտնես։ Արդեն մարդիկ սկսեն իրանք հորինել դրա մեջ պատմություն։ Բայց դա չի նշանակում, որ դու նոր բրենդ ես, տենց մենք էլ անենք։ Չէ, դե բայց դա ճանապարհ կա անցած, էմոցիոնալ կապ կա, միլիարդավոր դոլարներ կա ծախսած դրա վրա։ Դե մարդուն դա ինձ թվում է բնորոշ է, էլի, որ ինքը եթե ինչ որ մեկին ուզում է նմանվի, ինքը չի ուզում նմանվի իր անցած ճանապարհին։ Ուզում է ինքը նմանվի իր արդյունքին, հասած արդյունքին։ Իրան հետ է պետք։ Սովորաբար հենց դա բերում է մարդկանց շատ վատ էմոցիոնալ վիճակի, որտեղ դու քո սկզբնակետը համեմատում ես ուրիշի վերջնակետի հետ։ Հա, նույն ավտոն առել եմ, նույն շորը հագել եմ, բայց ինչ որ կյանքս չի փոխվում։ Կոնտրակտները չի գալի։ Հա, բայց ոնց որ միտեղից խափել են, էլի, այստեղ։ Լիսյան գարա, Սաղ կա։ թանկ ֆեյքեր արա ու всё, բայց չի աշխատում բիզնեսը։ Թարս է, էլի։ Կարող է դի ացանցիալներ, էլի, դի արդյունքներ երևի։ Հա։ Բայց չէ, վերջից սկսենք ավելի հեշտ է, էլի։ Եսին բայց բանը, եթե վերադառնանք այդ ամենասկզբին, մեկը էմոցիաներն է։ Մեկը էմոցիայի շուրջ է կառուցում։ Ինչ ուզում ես, արա, բայց կան, հա, բրենդներ կան, որոնք որ դասական գովազդի ճանապարհով չեն գնում։ Բա ոնց են գնում։ Չոկոպայի գովազդ տեսել ես։ Չոկոպայի փոքր ժամանակ երևի։ Չենք է տեսել։ Կամ է ինձ թվում է որ հիշում եմ, բայց կարող չեմ հիշում։ Չոկոպայը, բայց բոլորը օգտագործում են, չէ՞։ Ինչ որ մի բան, պահ չենք ասում, ամեն օրվա սպառում։ Ինքը ուղղակի մտնում է մանկությունից։ Մրցույթներ երեխեքի համար, օլիմպիադաներ, մի հատ բան են տալի, պատվոգիր, մի պաշկայի չոկոպայի։ Չէ, լավ վազեցին երեխեքը, բայց քո հետ ասոցացում է ինքը բան, մանկության ոնց որ փոխհատուցում ինչ որ լավ բանի։ Չկա իր գովազդը, ինքն եթե Nesquik-ին մենք հիշում ենք գովազդը, չգիտեմ, Milky Way-ը ես հիշում եմ, բանը, Mamba բան, տենց էս իրում է Mamba բան, ես Nutella-ինը, Kinder, ես չոկոպայի գովազդ չեմ հիշում։ Բայց ես ոնց որ ենթագիտակցությանս մեջ իր գովազդը նստած է։
Բայց Բանն է գիտես չէ, տենց այդ հետաքրքիր ուրիշ ձևով գտնած օրինակ հուկան մեկի ASICS-ը այս վերջի մի քանի տարին լրիվ իրանց մարքեթինգային ստրատեգիան փոխեցին ու սկսեցին արտասահմանում, չինա Ամերիկա, Եվրոպա համագործակցել այդ վազքի run club-երի հետ, վազքի խմբերի հետ, որ հիմա դա վազքը դարել է mainstream սաղ աշխարհում։ Մրցումներին բան էին տալի, իրաց բոթասները նվեր էին տալի։ Ու սկսեցին բանը Nike, Adidas-ի շուկայի կտորը կոնկրետ ուտեն։ կեդերից էս բանը օնը Օնն է նույն ձև։ Օնը մի հատ ես հիշում եմ, մանը իր այդ բումը երբ սկսես քննարկում է, որ մի հատ բան կար, վիդեո կար, ռիլ կար, որ ասում է գնացել էի Մոնակո, կարծեմ որ տարբերս է ձև էր սկսում, ասում է ինձ թվում էր սա հակնում են ինչ որ բան լորո բան էին հակնում, ասում է բայց մեկ է տեսա օնի բոթասները։ հա ինչ որ սա բոթասներ, մեկ է տենց սա մտածին, օքեյ, որ երևի հարուստները էս են հակնում, բայց օնը, ասում չգիտեմ, ֆեդերով, բանով աշխատում են, բան անում են, բայց ինքը չգնաց, չէ՞, այդպես։ Մեկ է տենց տվեցին, որ ինքը հարուստները չգիտես խես են հակնում։ Իսկ բարձ չէր այնտեղ ովքեր են հակնում, ինչ որ ոդքեր էր նկարած։ Բայց միջավայրը ճիշտ ցույց տալու համար գալերեաներ էին միշտ, եթե նկատես միշտ ինչ որ նկարների ցուցահանդեսներ էին նկարում, որովհետև քեզ թվում է որ իրանք այն հարուստը դրա հետ ասոցիացիա։ հա, որ իրանք գնում են, առնում են ինչ որ բան, էլի բացառիկ մի հատ ինչ որ ստեղծագործություն են առնում, բայց on գեդերով։ Այդ էլ է ճանապարհ էլի։ Այսինքն ուղիղ մարդը մեկա ուղիղ խոսքը չի սիրում։ Եթե իր հետ տենց ուղիղ փորձում ես իրան համոզես, մարդը սիրում է կիրառել այն product-ը, որին որ իր համոզմամբ ինքը ինքնուրույն եկել է այդ որոշմանը։ Եթե դա քո բայց միշտ է տենց դրա հետ ու կապվում ես։ Բայց այդ որոշումը դու գիտես ինչից է եկել, օրինակ չգիտեմ, ինչ որ մի հատ հայտնի ատլետի օրինակ ասեմ, նա օրինակ ես օկլի ակնոցներում եմ, ուշքս գնում եմ։ Իմ ակնոցները սա օկլի է, վազքի կլինի, ամենօրյա կլինի, բայց ես գիտեմ խիա դա տենց, որովհետև իմ ամենասիրած, չգիտեմ, դերասանների ու ատլետների հակն եմ այդ ակնոցները տեսա 90-ականներից։ Փոքր ժամանակ էի ես տնում եմ ու դա իմ համար երազանք էր, որ օկլի ակնոց կարամ ես ունենամ, էլի, որովհետև Մայքլ Ջորդանը այդ ակնոցից է դնում, չգիտեմ։ Հա, դա քո որոշումն է, Վիլյամսը քո հետ իրանք չեն ասել որ դու ես հակնես, դու եկամ ես ակնոցներ որ դնես, համոզված եմ միլիոնավոր դոլարներ են տվել համ Ջորդանին, համ Ռոբին Վիլյամսին, համ չգիտեմ։ Ռեյբանն էլի նույն ձևի, Թոմ Կրուզը արդեն Ռեյբաններով այդ պերսոնաժ դառավ, չէ՞ որ ինքը բան։ Հա, Wi-Fi-ները Ռեյբանի, կլասիկ մոդելը։ Product placement-ը երևի թե ամենալավ գովազդի ձևն է։ Ճիշտ աշխատած product placement-ը ամենալավ գովազդի ձևն է, որովհետև էլի նույն եթե կա ուղի խոսք, որ չգիտեմ մտնում ա տուն, սոված է, ասում է, «Էս X բրենդի վերմիշել տակացրա ուտեմ, շատ սոված եմ»։ Այդ ու հասցնեմ գնամ կլուբ։ Հա, ու գնամ էս կլուբ, բայց բանա, չգիտեմ, էս Honxi մեքենայով էս բան, այդ լրիվ ուրիշ product placement, բայց product placement-ներ կան, որ բանա, զգում ես որ կոնկրետ փոխում է, էլի, բանի մեջ։ Back to the Future-ը։ Մատ ֆիլմ է կար։ Արթնանում է, ասում է, բանա, ոնց ես Kelvin Klein։ Ասում է, բացի մամունը Kelvin Klein չասում է, բայց որ դու պարկացերի շորերդ հանեցին, ներքնած գեստի վրա գնաց էր Kelvin Klein, իսկ տված անուն ազգահոտ։ Հա, դրա մեջ այդ Nike-երն էլ էր շատ այկոնիկ։ Nike-երից հետո էս վերջերս արտադրեցին, գիտես, չէ՞։ Հա, շնորհքների իրենք իրանով կոչվում է։ Այդ հենց այնա որ մարդը երազում է գա հասնի դրան, էլի, այդ լավ աշխատած product placement-ն է։ Ոչ թե ասենց աչքի մեջ ես մտցնում մարդու հանում բան, մարդը հետ չի առնում։ Հայկական կոնտենտների մեծ մասը որ նայում ես product placement-ը, իմ կարծիքով եթե անցկացնեն հետազոտություն, այսինքն զուտ հարցում անեն, որոշումները կփոխեն մարքեթինգի բաժինները, այցերով չեն գովազդի։ Այդ սերիալների մեջ են որ sense բերեմ աշկտ են մտցնում։ Հա, որովհետև մարդը 21-րդ դարի մարդը հասկանում է, որ դա իրա վրա ուզում են ծախեն հենց հիմա։ Իրան տենց ուղիղ ասում են, որ գնա այս խմի, որ թարմանաս, որ քեզ մարդը զգաս, չգիտեմ, լավ գա, առողջ լինես, բան։ Մարդը այդ դրանից արդեն փակվում է, երբ որ իրան սկսում են դրթել, ոչ թե ուղղորդել։ Բայց աշխատում է, չէ՞։ Փաստացի աշխատում է։ Օրինակ, չգիտեմ, այդ Asian product-ներ կա, չիփսեր, միփսեր, տենց հայկական որ սերիալների մեջ գովազդում են։
որ խանութը մտնում ես, մեշոկները որ լցրած այդ ապրանքներից նշանակում երևի առնում են։ Չեմ կարծում։ Բայց կարա լինի, կարա ինչ-որ մի հատ պրոդուկտի տեսակ լինի, ինչ-որ սեգմենտ լինի, իմպուլսիվ, որոնք որ տենց այդ պահին պետք է։ Ինքը սայլուտի նման է, էլի։ Խփում է այդ պահին լուսավորում է, հետո մութ անում։ Հա։ Այսինքն ինքը երկարաժամկետ չի, էլի, մարդու մեջ չի մնա ինձ այդ բանը։ Լավ product placement-ը կոնկրետ հիշում ես, էլի։ Մենք հիմա ասենք դրա ձեռը տանջվում ենք մեր մուլտում, էլի, ոնց անենք, որ product placement-ը Ինչ մուլտ։ մուլտ ենք անում, լիա մետրաժ։ Այն որ ասում էր AI, Հա։ նկատմես։ Փոքր մեհերն է թեման։ Փոքր մեհեր, մուլտեն ձեզևը կոչվելու է։ Հունիսին արդեն պրեմիերան է ու Այս տարի։ հա։ Հունիսին պրեմիերան է ու սա կառուցված է հենց փոքր իրան հենց ընտրեցինք փոքր մեհերին, որովհետև երևի թե ամենա այտենց առեղծվածային պերսոնաժներ են։ Չկար մայրի վրա մուլտիկ հայկական։ Փոքր մեհեր, Փոքր մայրի վրա չկա։ ես չեմ հանդիպել։ Բայց չի բացառում։ Բայց ոնց եկավ այդ իդեան մուլտիկ նկարեք։ Հետն AI-ով։ AI-ով մի հատ գովազդային հոլովակ արեցինք։ AI ոնց որ ռեսուրսները հասկացանք, այսինքն այն ժամանակը որ մենք ծախսում էինք սովորական, չգիտեմ, գրաֆիկ հոլովակ ստանալու համար, մի 10 անգամ կրճատում է դա։ Հա։ Ինչ գովազդ եք նկարել։ Բան էր, սոցիալական գովազդ էր, երեխեքի այտենց կիբերանվտանգության բան թեմայով ու հասկացանք, որ այսի ոնց որ լավ բան է, էլի։ Ստացվում է ինչ որ բան։ Սկսեցինք քննարկել կամաց-կամաց, սկսեցինք թիմ ձևավորել, հիմա արդեն ստուդիա ունենք ձևավորած, այդ ստուդիայի շրջանակներում այս մուլտը անում ենք ու հենց փոքր մեհերին եկանք այդ Աշոտի հետ էինք քննարկում, մենք մտածում էինք էլի էպոսներից որ հերոսին, էպոսից Աբրամյան, սցենարիստ։ Հա։ Գաղափարը իրար հետ երկուսինս է, իրար հետ ենք մտածել ու այնտեղ մտածում ենք մենք գնանք էպոս, թե էպոսից բերենք հերոս, հասկացանք, որ ամենա երևի ճիշտ բանը այդ հերոսը, որի վրա կարելի է կառուցել, փոքր մեհերն է, վերել մեր օրեր, բացի նրանից ինքն էլ ըստ էպոսի դեռ մի օր հետ է գալու։ Հա, ու մենք մտածեցինք, որ իրան դուրս բերենք այդ հագրավակարից, որովհետև ստեղ իրան ավելի հետաքրիր կլինի, քան մենք գնանք տենանք էպոսի մեջ ինչ ա եղել, էլի։ Հմ։ Այսինքն 0-ից սցենար եք գրել, որ մեհերը մեր օրերը ինչ որ Հա, մեհերը հայտնվում է մեր օրերում, սցենարը արդեն սցենարիստն են այնտեղ խորոն ու ծուշն են իրանց հետ են գրել, սցենարական մասը, բայց թիմը շատ պրոֆեսիոնալներ են, էլի։ Բայց այո, ոնց է կաները, որ հաստատուն կարծինք անընդհատ ունենաք։ Այդ էր ամենամեծ խնդիրը, ստեղ նախ որ AI-ն ինք իրանով որ կադրներ չգեներացնի, այսինքն ռակուրսը, լույսը, օբյեկտիվը, AI-ին հույսը, այստեղ ամենասկզբից որ խոսում ենք, որ ասում եմ, խնդիրը ով է տալիս, շատ կարևոր է, մեր մոտ օպերատորը, մուլտում ունենք օպերատոր, որը Վահագն Տեր-Հակոբյանն է։ Ինչ ինքը նկարում է, հետո այդ նկարածի AI-ը սարքում։ Չէ, ինքը խնդիրը ձևակերպում է storyboard արտիստին, ինքը Արեգը նկարում է storyboard-ը, Վահագը բացատրում է ինչ կա, բան ա ուզում, օբյեկտիվ ա ուզում, լույսը ոնց ա ուզում լինի, ընդհանուր շարժը, կամերայի շարժը, AI արտիստները դրանք արդեն վերածում են prompt-ի ու տալիս են AI-ին, այդ դրանով փորձում են կոնստանտ պահենք կադրի տեսքը ու պերսոնաժը։ Ստացվում է։ Հա, հա, մեծ մասը արդեն ստացվել է ու երբ որ պերսոնաժներին են նկարվում է, այսինքն ստեղծում են պերսոնաժներն առանձին ու անընդհատ ու AI-ին ցույց է տալիս այս պերսոնաժները, այսինքն իրանք պետքա լինեն, խալը ստեղ է, չգիտեմ, ունքերի ձևը, այս ձևա, մազերը, կարճությունը, բան էս ամեն ինչը բարբերաբար անում ես, որոշակի մեխանիզմ հասկացանք, էլի ոնց ստանանք։ Ու ամենակարևոր բանը էլի որ արեցինք, այդ սկաութինգն է։ Այսինքն մենք մոտենում ենք այս մուլտին որպես ֆիլմ ոնց կնկարենք, որովհետև թիմում ով կա, փաստացի իրանք երևի ֆիլմ արտադրության հետ առնչվել են ու վերաբերվեցինք այդ ձևով, որ AI-ը չի կարող ինքը գեներացնի հայկական գյուղ։ Ինքը ինչ անելու, վերցնելու է, բաց ռեսուրսներից ինչքան տխուր հոդվածներ կա, այդտեղից քանդված տներ է վերցնելու, չէ՞, ինչ որ տես մի հատ բան է, թախից է դնելու մեջը։ Վրացա հայկական ինչ որ Հա, ինքը չի ստանում։ Դրա համար հիմա մենք ոնց ենք անում։ Մենք գնում ենք տարածքներ ենք նայում, գյուղեր ենք ուսումնասիրում, օրինակ այս գյուղը հավանեցինք, յուրաքանչյուրը արտավոր է, ասենք 100-ից 150 ֆոտո անի այդ օրը։ Սկսում ենք նկարել այդ գյուղը։ Ինչն է մեզ դուր գալիս։ Սյուները, էլեկտրական, չգիտեմ,
գազի խողովակի ձևը ոնց հանցնում, որ ու է սկսում ենք սնուցել AI-ին։ Այսինքն մենք բացատրում ենք, որ այս երբ որ քեզ ասում ենք հայկական գյուղ, մենք սա-ի նկատի ունենք։ Ճանապարհի ձևը էս է, լանդշաֆտը սենց է։ Բնականաբար դա ավելի սիրուն ու ժամանակակից, որ երեխեքին էլ հետաքրքիր լինի, էլի։ Իսկ ասիր AI-ով էմոցիան դժվար է ստանալ, այդ ոնց է փորձում ստանալ AI-ով էմոցիան։ Հիմնականում պրոֆեսիոնալ դերասանական խաղ, որը որ արդեն բան է անելու ձայնադրման process-ում։ Դա ասինքն ձայնը չեք գեներացնելու, որից դերասաններ են խոսել։ Դերասանները բոլորը պրոֆեսիոնալ դերասաններ են։ 90%-ին հայ հանդիսատեսը ճանաչում է շատ լավ։ Հայտնի մարդիկ ունեք։ Հա։ Ով։ Չգիտեմ, այս փուլում բանը ճիշտ է, այդ ասելը թե չէ, բայց բոլորին կարելի ասել 90%-ին ճանաչում են դերասանները, բայց հայտնի մարդիկ են ու իրանց դերասանական խաղով իրանք կարան այդ ամեն ինչը փոխանցեն, էլի։ Մեր նպատակը ոնց որ մուլտ անելը չի, մեր նպատակը այս պահին մենք ձևակերպել ենք sense փորձենք համախմբել AI արտիստներին, այս մուլտից հետո էլ, այսինքն մուլտը լինի որպես դրա մասին բարձրաձայնում, որ մենք ուզում ենք համախմբենք AI արտիստներին այս ստուդիայում, այս ստուդիայի շուրջ կամ Zero ստուդիա եք բացել նոր։ Հենց այս մուլտի համար, որը AI է անում 485-ն է, ստուդիան է ձևա կոչվում, այդ Հայաստանի շտրիխ կոդի առաջ 3 թիվն է։ 485 ենք դրել անունը ու Made for Armenia էլի, այդ product-ն ենք ուզում անենք, որովհետև աշխարհում հիմա եթե նայում ենք տենդենսները, մուլտերը ոնց են, որ մուլտերն են գալիս արդեն մարդկանց ներկայանում, այդ լոկալ էթնիկ պատմություններն են։ Չգիտեմ, Կոկո, մեքսիկական պատմություն, այդ ու դրա Հոլիվուդ նկարած։ Հա, բայց բանա Մեքսիկա են ցույց տալիս ու ինքը իրանով այնքանով էր բացառիկ, որ ամբողջությամբ մահի շուրջ է կառուցված։ Դա շատ լավ մուզիկա էր։ Լուկան, իտալական պատմություն էլի, Էնկանտոն, կոլումբիական պատմություն, այսինքն մարդկանց հետաքրքիր է ինչ որ երկրների էթնիկ պատմություններ, որովհետև որ երբ որ դու գնում ես մի հատ ինչ որ երկիր որպես տուրիստ փորձում ես հենց իրանց մշակույթը ծանոթանալ, չէ՞, չգիտեմ, խոհանոցը, թանգարաններ կամ ինչ որ բան, փողոցներ, ճարտարապետություն, sense բաներ ես անում։ Նույնն էլ հենց մուլտի պարագայում է։ Եթե իմ երեխան պետքա նայի Կոկոն ու ինձ ասի, պապ, մի օր կարան գնանք Մեքսիկա։ Քիչ պետք է մեքսիկացի երեխան նայի փոքր մերը ու իր պապային ասի, կարանք մի օր գնանք Հայաստան։ Կարա չէ լինի։ Դա հիմնական մեր բանը, որ համախմբենք այդ AI արտիստներին, որովհետև ամեն մեկը առանձին ինչ որ շատ լավ բաներ անում են, բայց մենք հավատում ենք, որ կարանք այդպես կպնենք ու հետաքրքիր մուլտ ստանանք Հայաստանից արտահանել։ Մենակ մուլտ չէ, հնարավոր է ֆիլմ, ցանկացած կոնտենտ կարելի է ստանալ, էլի AI-ով ու ստանալ շատ կարճ ժամանակ։ Բայց ո՞նց է կարծում հանդիսատեսը այդ կընդունի։ Ասեմ օրինակ հիմա քաղաքում անընդհատ պոստերներ եմ տենում, որտեղ AI-ով սարքած ինձ որ սուրճի ռեկլամները։ Հա, սա քաղաքերով այդ ռեկլամներն է։ Ու ասես явный AI էլի ու այդ ռեկլամների պատճառով այդ սուրճը ես կյանքում չեմ առնի։ Իրաք չի արած։ Շատ բան է տենց։ Ես հիմա եթե ասեմ, մի քիչ կդառնա գլուխ եմ կովում, մեր թիմն եմ բան, բայց իրականում AI-ը այս բանին մեր համար ուղղակի միջոց է պատմությունը գեներացնելու, պատմելու, որովհետև թիմը թե կոմպոզիտորից, այսինքն AI-ով չի գեներացում երաժշտությունը, կոմպոզիտորը շատ ուժեղ կոմպոզիտոր է, որ չգիտեմ, այսինքն հա, օքեյ, հա, ոնց կպատմես դրամատուրգիա, ոնց կգնա ու ոնց կպահես այդ մարդկանց, եթե հա AI-ի պերսոնաժ ստանաս, օրինակ, եթե AI-ին հենց հիմա գրենք մեր համար գեներացրու հայ գյուղացի, ինքը դնելու է այդ տխուր տատի։ Հա, մի հատ sense կամ գլխարկա դնելու, մեծ քիթ հանելու, ինչ որ վատ բեղեր են, մանդարին ծախողի տենց բան պերսոնաժներ կան, չէ՞ որ տենց հումորներին բաներով ցույց են տալիս, չգիտեմ, վատ ակցենտով։ Պես հենց իմ մի հատ Gemini-ն ասեն, դնա ինչ կսարքի։ Բարաբաննի տրոպա ուզում, չէ՞։ Ես պահեմ դու ցույց կտուր։ Հա, լրիվ քո ասածն է։ Գլխարկով, դες կոֆե խմելուց ինչ որ հին տունա, իր սնման աղբյուրը հոտ բաց ռեսուրսներն են, չէ՞։ Դες դիմացը բանա պոպոկ ու պնդուկ։
Բայց դու չէր տվել, չէ՞ ոնց է ապրում, բան։ Չէ։ Չէիր ասել, որ Չէ։ չգիտեմ, տես չտվեց, որ քեզ չտվեց պատկեր, որտեղ որ մարդու տունը, չգիտեմ, կահավորված է ժամանակակից։ Հա։ Որովհետև ռեսուրսը, բաց ռեսուրսը, ինչը որ կա ինֆորմացիան տարածվում է Հայաստանի մասին, այդ թախիցն է տարածվում։ Բայց դե տենց ժպտում է, բայց երևում է օրինակ ու բանա տխրության ժպիտ է, հա։ բայց օրինակ մաշկից երևում է, որ ինքը տենց դժվար աշխատանք անող Հա, մարդ է։ դաշտային աշխատանք է, Հա, էլի։ հա։ Որ այսինքն, բանա հետևը Ռեհանը կախածա պարտատիվ, մանա ստատիստիկա է, ինքը վերցը։ Եթե հայկին ես գեներացիոն նկար, ոնց կարող Ռեհան չունենա չորացած։ Կամ Ծիրան։ Բայց տեղա շատ ուժեղ բան արել։ Ընտանիքի անդամներն են դրսից ֆոտոներ է։ Հա, միայնակ ապրող, էլի, թորները երեխեքը սաղ դուսն են։ ըսկով են։ Հա, դա բանա։ Ու հենել է, էլի, նայ թթվի բանկի վրա հենել է, կարոտը առնում է ու ուզբեկական տարազ։ Մենք օրինակ տարազի հարցում մեր համար շատ կարևոր էր, որ մհերը ոնց է դուրս գալու, ինչ օրերով է դուրս գալու։ Ու մենք այդ ոլորտում սկսեցինք խորհրդակցել ամենա այտենց պրոֆեսիոնալ մարդկանց հետ, որ իրանք պատասխանատու լինեն դրա համար, որ մենք շոր չվերցնենք, որը որ գեներացրել է բանը, էլի, AI-ը մեր պատկերացմամբ են պանդոկի ծածկոց չդառնա, էլի, կամ վերնիսաժի, որ sense գինու չեխոլա չէ լինի, այդ կտորից չննել, ինքը մի քիչ ինքը հենց հայկական լինի, սասուն։ Չինական այդ կտորները, չէ։ Հա, որ པարզ չէ, էլի, որ ֆոտոսեսիաների տարած կա է, էժան 5000 դրամանոց բանա, Մետերը, հա։ Հա, որ տենց այդ հայկական է, տարազը անունը։ Պարզ չի, մեր մոտ ստեղ բանա։ Ռաֆայել Քոթյան, սկզբից քննարկում էինք Հասմիկ Պողոսյան, իր հետ դիստանցիոն ենք բանալ, Ռաֆայելը մեզ օգնել է Ճիշտ։ հա, որ ստանանք այդ ժամանակին բնորոշ, այսինքն այդ ժամանակն էլ է մի քիչ հարաբերական էպոսի պարագայում, ինքն որոշակի ինչ որ տարբեր գրողներ անդրադարձել են էպոսին, տարբեր ժամանակագրություն են, մեկը վերագրում ասում է, օրինակ, չգիտեմ, 10000 քանի տարվա ավել պատմություն ունի իրականում։ Բայց նայող խորանալու է այդքան։ Նա օրինակ գիտես ինչի համար ասում, նայ, օրինակ այդ տարազների, որ հիմա ասում խնդում ենք, չէ՞։ Բայց դից աննորմալ քանակությամբ հայերի համար այդ ազգային identity մի մասը, ազգային ինքնության մի մասը, բայց դա մեր տարազի հետ ոչ մի կապ չունի։ Իսկական տարազի հետ, բայց մարդիկ դա տենց իրանց տան պատին կախում են։ Տես, եթե օրինակ նայենք հետաքրքիր է, որն է այդ ինքնությունը այդ հայկական։ Նայենք այն տես, եթե նայում եք այն տեսանկյունից արդյոք նայողին դա հետաքրքիր է թե չէ, միանշանակ մեծ մասին կարա դա բացարձակ հետաքրքիր չլինի, ինքը այդ պահին մհեր տեսնի, բայց մեզ է չէ հետաքրքիր, մենք ինչքանով ենք ճիշտ անում, որովհետև էպոսին եթե կպնում ես, հա, parza այնտեղ լինելու է բան, բացասական տեսակետներ լինելու են, օրինակ չպետքա մհերը sense լիներ, չպետքա, այդ մեր երազն է։ Մենք այդ ձև ենք տեսել։ Մենք պատկերացրել ենք այդ ձև, որովհետև մհերի ու սասունցի դավթի մեջ պետքա ռադիկալ մեծ տարբերություն լինի։ Սասունցի Դավիթը որպես կերպար ինչ ձևի է, ու փոքր մհերը ինչ ձևի կերպար է։ Էպոսի մեջ չէ՞ դրանք տարբեր։ Հա, այսինքն չէ, բացի դրանից էլ էպոսը ամեն մեկը մի ձև է տեսնում, մեր համար ոնց որ մուլտի ողջ հարցը է սա, մերը ինչի որոշես փակվի։ Իր ամեն մարդ ունի մի հատ ինչ որ առաքելություն, չէ՞։ Ու ինքը ամեն դեպքում պայման է դնում, որը որ կարելի է ասել անհնար է դա իրականանա։ Բարին հաղթի աշխարհում չարին, ծորենը դառնա մասուրի չափ, գարին դառնա անկույզի չափ, կամ գարին անկույզի մասուրի, բայց լավ խի այդ պայմանը դնում։ Որ հանգիստ թողեն մարդը նորմալ իր համար Այդ մենք այս մուլտի ընթացքում ուզում ենք այդ հարցի պատասխանը, էլի, մենք մեր համար գտնենք, հետո արդեն հանդիսատեսը միգուցե ինչ որ մարդիկ ունեն, որ մեր տեսակետի հետ համաձայն չլինեն, իրանց տեսակետը կունենան, բայց դա էլ է, չէ, էպոսին կյանք տալի։ Սկսում է, չէ, ինչ որ բան սկսում է քննարկվել։ Դե գիտես ինձ թվում է շատ անգամ խնդիրներ առաջանում այնտեղ հասարակության մեջ, երբ որ ինչ որ տես օրինակ GPT-ին ասեցինք, չէ, ինչ որ կերպար ստեղծի։ Այդ կերպարը ստեղծեց, ինչի՞ց տեն ստեղծեց, դու էլ շատ լավ ասեցի, որովհետև մեծ մասը տենց է տված։ Ու շատ մարդիկ
մի ձև են պատկերացնում ու դա դու դրան չես կարող կպնես, այսինքն, չգիտեմ, ստատիկ էսա մեր ինքնությունը, ու եթե հանկարծ դա դու ուզեցար դրան կպնես կամ մի քիչ ուրիշ ձև ներկայացնես կամ տենց հանկարծ տենց դուխ ունենաս համարցակնես կպնես ինչ որ մի բանի փոխես, դա վերածվում է բոլոլա են վարորդը ոնց էր ասած բոլոլա ու բայց մշակույթ կլինի, ինքնություն կլինի, արժե համակարգ կլինի, թե ճաշակի ինչ որ տարեր կլինի, դրանք ոչ մեկ ստատիկ չեն, ոչ մեկ, բոլորը փոփոխական են ու այն ինչ որ մեր համար ազգային էր համարվում 90-ականներին, շատերի համար դա կարող այսօր նույնը չլինի ու շատ բաներ մենք տեսնում ենք օրինակ 90-ականներից մինչև այսօր ինչքան է փոխվել, բա վերջի 100 տարվա մեջ ինչքան է փոխվել, բայց մեկը շատեր են կարում որ սա սենց է ու վсё, դու իրավունք չունես դրան կպնես, ինչ որ մեկը որովհետև դա արել է, հա, էձև արել, հա, բանն է, որ եթե մի հատ ընկեր ունեմ, ասում եմ, նկար էինք ծախում, նկարիչ է էլի, ասում եմ, Արարատի նկարն եմ ծախում, եկան երկու հոգի, ամուսիններ, ասեց, իսկ բարդիները որտեղ են, այն երկու բարդիները, ասեցի, կարած գնաս մի կես ժամ տենց պտտվես, գաս բարդիները կլինեն, ու ասեցի, հա, եթե կարելի է այդ բարդիներն էլ լինեն, ինքը այդ երկու բարդիով է պատկերացնում, որ Արարատը եթե դու նայում ես, իրան երկու բարդի կա դեմը, եթե բարդի չկա, այսինքն Արմավիրի կողքի ապրող մարդիկ իրանք առհասարակ սիսը չեն տենում, չէ՞, այդ անկյունից են ծերից, իրանց մոտից ուրիշ ռակուրս է, դից Արարատը նկարես, չի ծախվի այդ նկարը, հա, որտեվ պետք է, բան ենք էլի, մենք էլ բարդին չկա, հիմա այդտենց ինչ որ բան ստեղծվել է, բնականաբար երբ որ դու էպոսին կպնում ես, դու էպոս ես ուզում քննարկես, էպոս ես ուզում ներկայացնես, միանշանակ դա առողջ է, որ պետքա ինչ որ մաս մտածի, որ չպետք է անել, բայց ես կարծում եմ, որ ցանկացած բան, հատկապես մշակույթ ապրում է, եթե իր մասին խոսում ես, եթե ինքը քննարկման առարկա է, ինքը ապրելու է, եթե մենք իրան չքննարկենք ու ոնց կա թողենք տունը, ինքը չի ապրելու, ոնց է ապրելու, պետք է ինչ որ մի ձև ապրի, այդ նույն ձևով անընդհատ վերարտադրես, նույն գույներով, նույն տրամադրությամբ, նույն մեսիջներով։ Ժամանակը փոխվում է, մենք այն մուլտֆիլմները, որոնք որ ես ու դու նայել ենք, մենք մեր մանկության ժամանակ, մեր երեխեքը դա չեն կարող նայել։ Իրանց չի գրավելու դա, որովհետև պերսոնաժը, այսինքն կերպարը, որը ստեղծված է, իր համար հետաքրքիր չի բացարձակ։ Դու չես կարող, այսինքն բերես հին մուլտերը տաս ու ասես այսի նայի, որովհետև բաներ կան նայում են։ Որն են նայում։ Օրինակ իմ տղեն 80-ականների Sonic-ա սիրում։ Okay։ Ռեգուլար դա նայում է, դրա հետ նայում է, որն ավելի շատ սպառում, այդ 80-ականների Sonic-ը թե ներկա պրոդուկտները, ինչ որ հիմա։ Չէ, ֆիքսիկ ավելի շատ է նայում, քան այն, բայց դա էլ է սիրում։ Հա, հա իմ տղեն է, օրինակ, չգիտեմ, Ուրալսկի պելմենիա ռեգուլար նայում է։ Հա, ուպեից գալիս է շուտիկ ասում, բա բացարձակ ես կավեն եմ խաղացել, ինքը բայց ես չեմ իրանացում դրա մասին ասել։ Ուրալսկի պելմենի նայ։ Կավենով է նայում հենց, թե հենց առանցին ապրոյքներ։ Կավենով ինչ որ կտորներ է դնում, նայում է, բան։ Ապա իրանք շատ ուժեր էին։ Բայց ինքը նաև նայում է այս ներկա ժամանակվա կերպարների ձևը։ Օրինակ ես մի հատ հետազոտություն էի բանում, նայում էի, որ դες ինչ էին ասում, ասում պերսոնաժներ են մարդիկ ստեղծում ու նաև ստեղծում են մանկական խաղահրապարակներ, բաներ, ասում երեխեքի համար շատ կարևոր է այդ կլոր կերպարները։ Ամեն ինչ որ լինի կլոր։ Ասում ինչի համար, ասում որովհետև իրան փոքր ժամանակվանից բացատրում են, սեղանի անկյունը վտանգավոր է, այսի սուր է, կծակես բան։ Հա, ասում ինքը չի ընկալում այդ պերսոնաժին որպես իրան հարազատ բան, որովհետև սուր անկյուններ կա վրան։ Կցավասնի, որ մատով կպնի, ձեռով որ կպնի, կցավասնի։ Ասում ենթագիտակցորեն ինքը դրանից վանում է։ Դրա համար կերպարները գալիս են ավելի կլոր։ Նույն ձև պետք է պատմություններները տենց իրան պետքա բարի երեխեքի հետ խոսալու շատ կարևոր է, էլի փորձես այն ինչը որ ինքը կընդունի, եթե մենք պետքա պրոդուկտ անենք, չգիտեմ, նստենք ես դու մեր ընկերներից մի քանի հոգի ասենք շատ լավ եղել լրիվ մեր մանկության մուլտն է,
բայց այն երեխեն ում որ ուզում ենք փոխանցենք այդ պատմությունը բացարձակ իրան հետաքրքիր չլինի։ Ծնողները հետ գնան, ծնողներին դուր գա, երեխուն չէ։ Հա, տենց ծնողները պապ գնանք նստի, ասում եմ, նստի տեղը, իմ սիրած բանա։ Չէ, պետքա բան լինի, էլի, որ Լետես ոնց է հերը մեռնում ես։ այս իմ սիրած բանա։ Պետք է ինքը երեխու համար լինի հասկանալի, ծնողի համար լինի հետաքրքիր։ Մենակ այդ պարագայում է ինքը աշխատում, էլի մանկական product-ը, որովհետև դու նստում ես քո երեխու հետ նայում ես մուլտ, իր մեջ գտնում ես որոշակի բաներ, որի վրա դու խնդում ես։ Զվերապոլիսը երեխուդ համար հասկանալի է, Շրեկը հասկանալի է, բայց քեզ էլ հետաքրքիր է։ Իր մեջի հումորները կան, որ դու խնդում ես, բայց երեխան չի հասկանում, ինքը հենց այդ բաներ կա, որ կոնկրետ ծնողների համար է։ Հա, սցենարիստը գիտի, որ ծնողը դառնալուց հետո է սկսում հասկանալ։ Հա, ծնող դառնաս նոր սցենարիստի ղադերը կհասկանաս։ Բայց որ ասում են լավ մուլտֆիլմեր, կինոներ դուրս չի գալի, ես նենց անհամաձայն եմ այդ գաղափարի հետ, նենց լավ մուլտֆիլմեր է իրական դուրս գալի, այդ նույն Կոկոն, ինչ ֆանտաստիկ կինոեր, կամ Սոլը ասեցինք, դուշան, ոնց չէ։ Ֆանտաստիկ իրար դասին, չէ ոնց էդի լրիվ ուրիշ բան են ստացել է։ Ես նայում եմ այդ մուլտիկները հուզվում եմ։ Հա, շաքաղում ես իրան։ Լուկան ես ինձ կամ Լուկան, հա։ Ես երևի ամենաշատը Լուկայից եմ vocation չվե։ Ոս մուլտն է սկսելուց բանից սկսեց։ Տղուս հետ գնացել են կինոյի պրեմիերա։ Լուկայի։ Չէ, այստեղ հայկական կինոյի պրեմիերայի էին հրավիրված, հրավիրել են ինձ, տղուս հետ եմ գնացել։ Այդտեղս ասես մենք չենք կարող, ասում եմ մի հատ մենք էլ մի բան անենք, մենք էլ sense պրեմիերա անենք։ Անցած տարի ասի արի կամերան միացնեմ, խոսանք, ես քեզ խոսնամ կամերայի դեմը, որ կլնետի։ Ասի որ հետո այդ ստացվի նայենք։ Ասի չստացվել ոչինչ, գոնե կիմանաս որ պապատ մաքսիմումը արել է։ Ասես լավ, ու տենց էջվել եղավ, որոշեցինք որ մի հատ 2026-ին ինչ որ բան ենք ստեղծելու, որի պրեմիերան լինելու է կինո Մոսկվայում։ Ու այդ օրը այդ ա եղել։ Առաջին հենց քայլը դրանից է սկսել էլի։ Մի հատ խոստումից։ Դες ամեն ինչ երևի տենց է սկսում, ինչ որ խոստումից ինքդ քեզ կամ ինչ որ մեկին։ Հա։ Պետք է տենց քեզ դնես մի հատ այդ ասում զոնա կոմֆորտից դուրս գաս էլի։ Եթե դու քո համար չդնես մի հատ deadline, մենք սցենարը չունենք, ես արդեն բան է, բոլորին ասում եմ որ всё կինոթատրոնային բանին ասում եմ ֆիքսում ենք այս օրը։ Ու թիմին գալիս է, ասում եմ աշկները լուս, օրը ֆիքսած է։ Այդ բանն երեք դոկումենտալ էին նայում բանի մասին Lord of the Rings-ի ծեր մատանիների դիրեկալի։ Ասում եմ բանը 14-15 ամիս սյոմքեն են արել, լրիվ սյոմքի ընթացքում ամեն օր սցենարը փոխվել։ Անընդհատ նկարել են զուգահեռ սցենարը փոխում են, ասում բարդ դժվար process էր։ Դե բնականաբար մեր product-ը չեմ համատի իր կատարելա բանով, կատարողականով բանով, բայց մեր մոտ էլ լիքը բաներ է փորձում ենք ադապտանանք տեղում։ Այսինքն գրելուց թղթի վրա, ոնց օրինակ ռադիոյի գովազդ ես գրում, դու տենց մտքից մեջ կարդում ես, լավ է։ Մեկը բարձրացան ես կարդում, լրիվ ուրիշ բան է։ Հա, քան rearrange-ի ինտեգրացիաները նկարելուց հենց ընթացքում փոխել եմ տեքստը։ Հա, որովհետև դու երբ որ մտքից մեջ ես, տենց որ քցի տակ որ կարդում ես, այդտեղ լավ է հնչում։ Հենց բարձրացես անում, իսկ մեզ մեջը բան կա, ինչ որ տենց չի կպտում։ Հա, ինչ որ մեծ տենց բար խանգար։ Հա, տենց բան սահուն չես ասում, ինչ որ լարվում ես այդ բառը։ Նույն է սցենարի ժամանակ, այսինքն մի բան կոնցեպտուալ մասը սկզբից գրեցինք, հա, լավ է։ Հետո սկսեցինք գրել արդեն դիալոգները, մեկ է զգում ես, որ այս պերսոնաժին երբ որ սկսում ես ճանաչել, հասկանում ես, որ այդ կերպար այդ տերմինը չէր ասի։ Մեկ էս կերպար կա մեջը, որ ես իր համար գժվում եմ։ Վահան Պապին, հա։ Նախքին թաղայինն է, այդ գյուղի ինքը բան է։ Խիստ Պապի, հա։ Ահա բան է։ Երեխուն թորանը տենց հեքիաթի փոխարեն օրենսգիրք է կարդացել ու երեխան փայլուն տիրապետում է քրեական օրենսգիրքին։ Տենց ինքիմ ամենասիրած բանն է, էլի։ Կերպարն, հա, Վահան Պապ։ Ոնց որ հեսքնես հետները կապվել, հետո ինչ որ բառ էին գրում, ասում ենք, բայց լավ Վահան Պապին էսի չէր ասի, Շուշան էսի հաստատ չէր ասի, Շուշանը սնսկպա էր, որովհետև իր կերպարը արդեն երբ որ sense ստանում է միս ու արուն է ստանում, արդեն ինքն է տանում քեզ, էլի, սկզբից դու ստեղծում ես բան, հետո ինքը սկսում է իրանով ապրել, էլի։ Սկսում է ինքը արդեն ձևավորել բնավորություն, արդեն իրան նայում ես կերպարը որ ստեղծել ես, նայում ես, այս մարդը sense որոշում է ձև չի կայացնում, էլի։ Հա, որտեվ դու այդտենց կերպար ուղեղիդ մեջ ունես, ինչ որ մեկին տեսել ես, միանշանակ։ Ու այդ կերպարին փորձում ես նմանացնել։ Ինչ որ մեկի ինտերպրետացիան է, քո կյանքում դու կարող ես չհիշես ելում։
Հա, բայց հետք Մեջը թողել։ նկարիչ կա, որ կոնկրետ իմ բանն է, ասենք արունակցական կապ կա այդ մարդու հետ։ Այսինքն իր բնավորությունը ես այդտեղ բան եմ արել։ Դրել Գիտեմ, ես։ հա, անունը պահել են նույնը, բայց ես գիտեմ, որ ինքը սենց էր բնավորությամբ, էլի ինքը տենց մարդ էր, որ երեխեքին կարա շատ սիրի բան, բայց տենց կյանքում երեսներին չի ժպտա, էլի։ Ինքը տենց ոնց է, չէ՞, որ տենց նայում ես գրկում ես, բան, ինքը այդ բանը չուներ։ Ինքը տենց սառներ սիրում էլի երեխեքին։ Բան հիմա դրան ասում են ցածր էմոցիոնալ ինտելեկտով մարդ։ Անի ինձ թվում է հիմա ամեն ինչի տերմին է կա, որովհետև 21-րդ դարի մարդուն պետքա տերմիններ։ Ամեն ինչի բանը բացատրություն լինի։ Դրա բանը, չգիտեմ, էս ինչի իզմն է, էս ինչիզմն է, էսի կոչվում է էսիզմ, բան, էս ինչիզմ, sense բաները շատ կան, էլի, որովհետև երբ որ ֆորմա է լինում, դու ամեն ինչը տենց լավ, երևի իմ մոտ բան է, LBFC-ա, Դե բանը այդ երևի գալիս է նրանից, որ ինֆորմացիան աննորմալ քանակությամբ շատ է ու ամեն ինչից ինչ որ չգժվելու համար դու անընդհատ SDV-ը։ ինչ որ բաներ ես հնարում էլի, տերմիններ, խմբեր, այս մեկը չգիտեմ, աչակողմյանը, այն մեկը ծախակողմյանը, այս մեկը նիկոլականը, այն մեկը քոչարանականը, այս Մարդուն հեշտ է կոլեկտիվի բանը, կոլեկտիվում ապրել, ինչ որ մի հատ հա, բանի մեջ, ինչ որ մի հատ գիլդիայում ինքը գիլդիայի պատկանի, ինչ որ մի հատ կառույցի, ինչ որ մի հատ մարդկանց խմբի պատկանի, որ հա, ու երբ որ խմբերի բաժանում են, դու ոչ մեկի մեջ չես տեղավորվում, մարդկանց համար անհասկանալի է։ դե դրա տերմինն էլ երևի կնելի, ինչ որ բանում չտեղավորվողներ, այդտեղ լիքը մարդ իրան կգտնի, էլի։ Դե բանն է, նորմիստներն են, մեկ է նեֆորմալները։ Հա, ինչ կա ալարմիստներ, բան, չէ՞, վերջ մեկ արդեն, որ իրանք միշտ ամեն ինչի մեջ վտանգներն են բարձրաձայնը, բան, այսինքն ինքը բան է, մեկը բառն է, չի մարքեթինգ։ Դե այսինքն լավ նեյմինգը ինքը շատ անուն է ստալի, դառնում է իրական։ Հա, ինքը շատ ուժեղ բան է դառնում, նեյմինգից կարևոր բան կա աշխարհում, չկա երևի։ Չէ, դե ինչին որ անուն է ստալի, ինքը միսու արուն է ձեռք բերում։ Հա, ինքը սկսում է արդեն ձևավորում, հա, լավ, ես երևի սրանցից եմ։ Ու սկսում ես դրա մասին մտածես, քեզ տեղավորես դրա մեջ, եթե քեզ այդ խումբը դուր է գալիս, իրանց նման քեզ պահես կամ իրանց ուսումնասիրես, կան դոկերը նայես բան, իրանց պես հակնվես, իրանց պես քայլես բան, ես սրանցից եմ ու նամանավանդ եթե դա ռադիկալ տարբերվող բանա, դիրքորոշում է, այդ ամենակատաստրոֆիկ բաներից մի հատ դրա գիտես, որ նա արտացոլում է, երբ որ դա սկսում են արդեն պրոպագանդել, ոչ թե ինքը դրանով ապրում է, այլ ցանկացած բան, այն ոչիլի անեկդոտի պես, ինչից խոսում է, բերում ես դե խոսաս, հետը չգիտեմ, նկարչությունից խոսաս, չգիտեմ, ֆուտբոլից, թենիսից կամ ակնոցներից ավտոմատ ինքը sense գգա կկպցնի դրան ու կասի ինքը այս ձևա ու դու իրան չես ինքը բայց դու սխալ ես դու պետք է գաս այս ձև նայես կյանքին որովհետև եթե դու ռադիկալ տարբերվում ա քո աշխարհայացքը քո շրջապատից ապա դու քո սուրբ պարտականությունն է ճակերտավոր բոլորին բերել քո դաշտ որովհետև եթե բերեցիր ինչ որ մեկի ուրեմն դու ճիշտ որոշում ես կայացրել մարդը խա ինչ որ մեկին համոզում գնի այն product-ը ինչը որ ինքը գնել է արդեն որովհետև եթե դու մեկին բերում ես այդ դաշտ բերես ինձ քո դաշտ որ ես էլ այդ ակնոցներից սկսեմ առնել դա քեզ բանա всё չէ օքեյ ուրեմն ես ճիշտ եմ արել օկլի ակնոցար ու օրիգինալ կառավարները վազեն բայց դու դիգաս իմ հետ փոքր մեր մուլ տանենք էլի Արճիկը Չէ, այդ թեմայով Սմբատյանի հետ լավ խոսացինք, ինքը ոնց որ այդ դրա իտոգը տվեց կոպիտ ասած, մա ինչի հավատում ես, պետք է տարածես։ Պետք է անես տարածես, ինչի հավատում ես։ Շատ լավ ասել։ Հա, ու ոնց որ պարս, բայց տեղին է, էլի այդ ամեն ինչը։ Հիմա դու հավատում ես ինչ-որ մի բանը քեզ օգուտ է տալիս կամ ինչ-որ մի բան, որը իրոք դու հավատում ես, դու պետք է դա տարածես, թե չէ կգժվես։ Մեկի համար այդ, չգիտեմ, ֆիլմ նկարելն է, մեկի համար քաղաքականությունն է, մեկի համար վազելն է, մյուսի համար, չգիտեմ, անընդհատ ավելի պրոդուկտիվ դառնալն է ու սաղի գլուխը տանելն է այդ թեմայով։ Խես բարակ նստած բան, ինքնազարգացման զբաղվի։ Դե, հա, իրականում կա էլի այդ ձև կա։ Ճշմարիտ է։ Այդ Էսի դժվար է էլի գտնել այն ինչ որ դու իրոք դրան հավատում ես ու սկսես տարածես։ Դե ինձ թվում է կյանքի ընթացքում
նորմալ է, որ փոփոխվում են քո համոզմունքները։ Ստացի իսլամի մեջ, էտել ենք ոդկասթում խոսացել, իսլամի մեջ օրինակ կրոնա փոխվելը ամենամեծ բանն էր, ոնց որ մեղքն է, ինչի որտեղ ասում է քո համար այդ լույսը բացվել է, տվել է այդ լուսավորումը քեզ Աստված, ու դու դրանից հրաժարվում ես, դա ամենամեծ մեղքն է։ Կրոնից երևի կխուսափեմ խոսալուց։ Չէ, այդ թեմայի հետ է կապված, էլի, եթե չէ, ասի լրիվ համաձայն եմ այդ ինքը տենց ուղղակի այդ իդեան անգամ բաների մեջ է դրած, կրոնների մեջ է մասնագիտական դրած։ դեֆորմացիայով եմ սկսել ու նայել այդ հարցին։ Ու կարանք ինչ որ մեկի համոզմունքներ կամ բաներ վիրավորեն կամ ռոպագանդեն, դրա համար բայց ես կարծում եմ, որ մեկը ամենուր կա էմոցիա, կա մարքեթինգ, կա գովաստ, աշխարհում ամեն ինչ, բանը պատկանելության մասին է ամեն աշխարհում ամեն ինչում։ Դու ինչ որ խմբին պատկանում ես, թե չէ։ Հա։ Ու վիզուալ է երևում է, թե չէ։ Դու դրա մասին խոսում ես, թե չէ։ Ու մարքեթինգն է բոլորին այդ հարցում օգնում է, որ դու ինչքան արագ կարաս քո պատկանելությունը տարածես ու ավելացնես։ Ու կստացի այդ ամեն ինչը հենց այդ շատ բաներ հենց կրոնից են սովորել մարդիկ։ Ну, համաձայն եմ։ Ես մեջ չեմ հակադարձի, որովհետև շատ լավ է մոտեցում եղել։ Պետք է նայենք առաջերտին տեքստ երևի, չէ՞, խոսքը ամենա երևի հեշտ չասեմ, ամենա ճիշտ ճանապարհն է կամ ամենա արմատներ թողող մարդու սրտին հասնելու էլի։ Հեշտ է խոսքով։ Հեշտ երևի այդ սխալ բառ ընտրեցի։ Չէ, հեշտ չի։ Հեշտ չի, բայց միակ ճանապարհն է երևի։ Ամենակարճ երևի, որ ոնց որ ակետից ուղիղ գիծն է, էլի, որ դրանից մնացածը ավելի են բարթացնում ես, դու ճանապարհը կերկարացնես, կդժվարացնես ինչ որ բաներ, բայց եթե խոսքը տեղավ ճիշտ, ամենա թիրախավորված, ամենադիպուկը ինքն է լինելու, էլի։ Իսկ բանը քաղաքական գովազդին հետևում ես։ Սկսել են։ Հա, շատ։ Այս տարվա բանը, այս տարվա մոդեն ավտոբուսներն է։ Դե ինքը, չգիտեմ, քաղաքական բայց հեսա ինտենսիվ արդեն կսկսեն, էլի։ Էլի ինքն է պետք է ինչ որ գա, մի հատ գա ֆորմայի ժամանակակից բան, որտեվ են ֆոնի վրա որ ցած խոսքեր, ցիտատներ, որ իրանք ինչ բանա ծոցից դուրս գալը ժողովրդի բան, ինչ որ հնացել է, պետք է ամեն դեպքում կոմունիկացիայի մի մաս է, էլի ինքը պետք է այդ փոխվի, չէ՞։ Չես կարա կամ բոլոր տեսակի կոմունիկացիաները փոխվեն բացի քաղաքական գովազդից։ Դա մնա իր դասական ձևով։ Չի կարա այդ ձև աշխատի, չէ։ Դու պետք է նայես մարդը ինչ կոնտենտ է սպառնում ու տաս դրան բնորոշ քո խոսքը։ Ու շատ կարևոր է յուրաքանչյուր հարթակ պետք է ոնց որ հարգես այդ հարթակը, այդ հարթակի խոսքով պետք է փոխանցես։ Չի կարա մարդը եթե ինքը նստած է ինչ որ մի հատ սոցիալական ցանցում, ինչ որ մի հատ տիրույթում ինքը նստած է, դու չես կարա չհարգես դրա կանոնները ու որոշես դու կրթես իրան, որովհետև դու ունես վաճառք։ Պետք է վաճառես ինչ որ բան։ Ինքն պետք է հարգես այդ միջավայրը, այդ չգիտեմ, YouTube-ի ձևով, Instagram-ի ձևով, Facebook-ում պոստերով։ Ամենամեծ երևի խնդիրը, որ մարդիկ մտածում են ստեղծել մի հատ product, որի պատկերը կտոր կդառնա reel, ամբողջականը կդառնա TV, ձայնը կգնա ռադիո, ֆոտոները կգնան իրեն ստոպ կադրերը կգնան outdoor, դա չի լինում երբևիցե։ Ամեն տեղ, ամեն գրիչի վրա ինքը փոխում է իմաստը։ Չես կարա։ Ես դրա օրինակը բանով եմ բերում, ասում եմ շրթներկը, երբ որ անձեռոցիկի վրա է հետքը, նույն հետքն է։ Լրիվ ուրիշ իմաստ է փոխանցում։ Օձիքի վրա է վերնաշապիկի, լրիվ ուրիշ իմաստ է փոխանցում։ Չգիտեմ, հայլու վրա բանա թողած, լրիվ ուրիշ իմաստ է, նույն շրթներկն է, բայց կրիչը փոխում է իր իմաստը։ Նույն ձև դու չպետք է հաշվի չառնես ու ասես դե
Ունիվերսալ գործիք չկա էլի, ունիվերսալ լուծում չկա, բայց մարդը բնորոշ է մարդուն փորձի օպտիմալացնի, օպտիմիզացիայի գնա, այսինքն ծախսերը, բյուջեն, բայց դու պետքա հաշվի առնես, այս հարթակի համար պետքա այս լսարանը ուզում է այս, ու ամենամեծ մոլորություններից երևի այդ տրաֆիկի հոսքն է, Ինչ առումով։ որ նայում ես, օրինակ, չգիտեմ, այս մարդուն այսքան follower են անում, իր մոտ էսի պետքա թանկ լինի, տրաֆիկը դեր չի խաղում։ Դե հա, եթե չգիտեմ 200,000 մինչև 15 տարեկան երեխա հետևում դու պրեմիում բանկային քարտ ես ծախում, այդ մարդը քեզ ի՞նչ պետք է տա։ Բարեկամության մետրոն ամենամեծ հոսք ունի, դե արի գնանք այնտեղ ռոլս փորձենք ծախենք, տրաֆիկ ինչ կապ ունի։ Հա։ Դու պետքա հոսքը հաշվի առնես, որ այս հոսքը ուզում է, այս տրաֆիկը ուզում է տենա այս։ Դու պետք է այդ հաշվի առնես էլի, այսինքն չպետք է գնաս, այստեղ բան է, դες արդեն կես միլիոն բան կա, չգիտեմ, այս որովհետև այդ մարդիկն ամանավանդ ինֆլուենսերները, դու պետք է հասկանաս, արդյոք իր կարծիքը կարևոր է իր լսանի համար, իր խոսքը կարևոր է թե չէ, ինչի համար է ինքը հետևում, cringe-ը։ հա, ինչի համար, որովհետև կա content կան, որոնք որ կան 8 միլիոն դիտում, լավ 8 միլիոնի Հայկական։ պայմանական, հա, հայկական կա, ոնց չկա, Դե կլինեն ինչ-որ հա, TikTok-ներ չէ, հաստատ կան, ու ստեղ պետքա նայես այդ 8 միլիոն դիտումը լավ մեկնաբանությունը, ազդեցությունը, որովհետև դու կարաս դժբախտ պատահարը կարա Հայաստանում, չգիտեմ, կես միլիոն դիտում հավաքի, բայց դա չի նշանակում, որ այդտեղ պետքա գովազդես, էլի, մարդիկ այդտեղ գնացել էին մի հատ ասես արի թևես ավտոյի կողքը դնեն գովազդ, այսինքն դու պետք է հասկանաս մարդը խի է մտել այդ հարթակ, ինչ ա ուզում այդտեղ կարդա, ինչ ա ուզում այդտեղից լսի, բայց դիտումը ինքը քանակը դարել է ամենավորոշիչը, տրաֆիկը, ինձ քանի պրասմոտրում էր 150,000, մենք բլոգերներից մեկի հետ աշխատել էինք, համագործակցել էինք, բոլոր մեկնաբանությունները Instagram-ում ուղղված էին իր գեղեցկությանը, մեր պրոդուկտն է գովազդում, այն պրոդուկտը, որը որ տվել ենք, որ գովազդի, իր հագած, չգիտեմ, շորներ կամ ինչ-որ դիրքն է կանգնած, չգիտեմ ինչն է պատճառ եղել, բոլոր մեկնաբանությունները կոմպլիմենտ էին։ Լավ չէ գեղեցկության կողքը ձեր պրոդուկտերը բացարձակ, բայց այնտեղ կար կոնկրետ բան կար, էլի, այսինքն պրոմոյով պրոդուկտ էր, պրոմոյով ոչ մեկ չի եկել, բայց դիտումները ֆանտաստիկ լավն էր, հրաշք, վաճառք 0։ Հա, տենց։ Այդ պրոմոյով, որտեվ դա կոնկրետ իմ սխալներից մեկն է, որ ես այդ պահին մտածի, որ այս մարդը իր կարծիքը կարևոր է այս պրոդուկտի հետ կապված, բայց ոլորտներ կան, որոնք որ պետք է հաշվի առնես, այդ մարդը ինչ է ուզում լսի, այդ ինֆլուենսերից ինչ է ուզում լսի, ու արդյոք իր համար արժանահավատ է այդ ինֆորմացիան, թե չէ։ Դե հա, բայց ինֆլուենսերները կան շատ դիտումներ ունեն, բայց ինչի համար վճարան ռեկլամ կանեն, իրանք վստահություններ են կորցնում։ Բայց ինֆլուենսերներ կան շատ փոքր դիտումներ ունեն, բայց շատ լուրջ վստահություն ունեն։ Դե հա, արդեն դառնում է բան աղմուկ է, էլի։ Հա։ Ստորին ես մտնում, 20 ստորիա, 14-ը վճարովի կոնտենտ է։ Դու արդեն հա կոնտակտ կա, աչքի կոնտակտ եղավ այդ պրոդուկտի հետ, բայց արդյոք դու կմտածես, արդյոք էմոցիա արդյունքից, արդյոք դու այդ պրոդուկտը առհասարակ կհիշես, որովհետև մարդ այսօր միջինում վիճակագրություն կար, առնչվում է 3300 sense միջինացված բրենդի հետ օրվա մեջ։ Այդքան բրենդ է տենում ինքը։ Այսինքն սկսած սոցիալական ցանցերից, լուրեր է կարդում, նստում ավտոբուս, ճանապարհին, չգիտեմ, հարտակին գովազդ, ամեն ինչը հաշվի առնում, կողքինի հեռախոսը շորը բան։ Ու 3300-ի մեջ դու որպիսի առանձնանաս, դու պետքա ինչ որ մի հատ ստեղծագործական բան գտնես, իրան սրտին հասնող բան գտնես, որ կարողանաս առանձնանաս 3300-ից քեզ հիշի։ Այդ հենց ինսայթն է, ես Spotify մի հատ գովազդ տեսա, իմ կարծիքով այդ հենց մարքեթինգի հետ ասած այդ ինսայթը կատարյալ է ինձ ցույց տվել։ Գիտես ինչ էր գովազդը, որ գաղափարը էս էր, որ կան երգեր ու երաժշտություններ, որոնք երբ որ միանում է ու դու ինչ որ տեղ ես գնում, ու երբ որ հասել ես այդ կետին, բայց երգը դեռ գնում է, չես ուզում իջնես մեքենայից։ Չես անջատում ավտոն, հա։ Հա, դանդաղ ես քշում,
մի քիչ շենքի կողքը տանդաղ գալիս ես միջև ավտոն կանգնացնելը, Շատ լավն է։ որ այդ երգը այդ ես այդ գովազդը նայում եմ ու ես հիշում եմ, որ մեր տուն գնալուց կա երկու ճանապարհ ու մեկ եթե չգիտեմ Spotify-ով լսելով գնում եմ մեքենայում միացած է հանկարծ իմ սիրած երգերից է ինչ որ միանում ու արդեն մոտենում եմ սկսում եմ մի քիչ հեռու ճանապարհով գնամ, դից հիշեցի, որ ասում ես էլ եմ էլի սենց անում։ Ինչ որ դանդաղ եմ քշում, բան որ չես ուզում քո սիրած երգը կամ գնում ես գործ ես գնացել։ Հասնում ես, բայց քո սիրած երգը հələ գնում է։ Ինչ որ ավտոյի մեջ դանդաղ, չգիտեմ, ինչ որ բաներ ես դանդաղ վերցնում, բան իրերդ բան, որ լսես չես ուզում։ Spotify-ը գտավ այդ։ Գտավ, ասաց այսի արի մարդիկ էս ապրում են, սրա մասին ոչ մեկ չի խոսում, արի ես իմ գովազդի մեջ ցույց տամ, որ ես քեզ հասկանում եմ։ Իսկ դու երբ որ բրենդը քեզ ասում է, ես քեզ հասկանում եմ ու դու տենում ես, համոզում ես, որ ինքը քեզ հասկանում է, դու սկսում ես դառնալ իր լոյալ հաճախորդը, որովհետև ինքը քեզ հասկացավ։ Հա, իսկ բանը այս քանակությամբ կոնտենտի մեջ գովազդանել ավելի դժվար չի դարել։ Հաճախորդին հասնել ավելի դժվար չի։ Թե հակառակը որ անընդհատ նայում են։ Հիշվելը շատ դժվար է։ Հիշվելը դժվար է։ Հիշվելը դժվար է, որովհետև հասնելը չէ։ Որովհետև հասնելը երևի թե չէ, հիշվելն է շատ դժվար։ Այսինքն դու կարաս կոնտենտ են չինացիք են հիմա անում, կոնտենտ զավոդ է, որ տենց ուղակի կրակում է, ուղակի կրում թեմուն վերցնում է մի հատ պատերն, որ դժգոհություններ, այսինքն չգիտեմ, ունի հիմա մի հատ ստեղծագործական բան ունի, ողնաշար ունի, ասենց ասած, որ ոնց ենք անելու։ Մարդիկ գալու են ինչ որ մեր տնօրեններից պայմանական ճակերտա, որ մեկին բողոքեն, որ չեն հավատում, որ մենք անում ենք 0 դրամով վաճառում ենք պլանշետ կամ մի դրամով ու մեր տնօրենը բացատրի ու այդ նույն տրամաբանությամբ հարյուրավոր գովազդ են նկարում։ Չգիտեմ, միտեղ տնօրենը հաց հաուտում, մեկը մտնում ասում է դուք թեմուի տնօրեններից եք, չգիտեմ, սնունդը շպրտում է իրակում, ասում է խափում եք, որ չկա ձեր մոտ պլանշետ ու ինքը սկսում է բացատրել պրոդուկտովի։ Միտեղ մեքենային է վազում, տես բանով մեծ կվալտով հարվածում է, միտեղ չգիտեմ ջուրը բանում, այսինքն ստեղծում են մի հատ ֆորմա ու ուղղակի բանով սկսում են կրակել։ Այդ ինֆորմացիան սկսում է անընդհատ տալ, կհավատան թե չեն հավատա, դա ասում եմ, մենք չենք որոշելու, բայց հիմա դժվար է հիշվելը։ Այսինքն հասնելը մարդուն տենալ, որտեղ մեկ-մեկ որ ասում են, օրինակ, չգիտեմ, 2000-ականների արի կարգախոսները չեն, այն գովազդները, բոլորը սանգիր հիշում են։ Չգիտեմ, կարգախոսներ կար, կարող չենք էլ առնչել, վստահության դու ռուսի լուսամուտ հասցեն ամփոփող Եվրոստան 8 կամ բան կար, կինո Մոսկվայի գովազդը։ Պապերն ու հայրերն են մեր այստեղ եկել, վաղվա սերունդը բան խաչմերուկներում հնի ու նորի կամ իշքեղ շենք բոլորին հայտնի բան։ Պապերն ու հայրերն են մեր այստեղ եկել, վաղվա սերունդը կանգնել է հերթի կարծեմ։ Դա նրանից չի, որ ինքը, ասենք, չգիտեմ, փառ եղել, հա ինքը շատ լավ գովազդ է։ Ես հավանում եմ, բայց այստեղ հարցը այն է, որ չկար ալտերնատիվ։ Դու երբ որ օրվա մեջ գովազդատուն 5 հոգի են, չգիտեմ, դառոյինգ, երկար ճանապարհ ունես ֆերոյի հետ, Մարանիկ։ Հա, մառանիկ, այդ ամեն ինչը որ դու տենում ես, համի գախնիկ, բան, ասենց որ դու ասենց տենում ես, բայց դու մեկա դրանք ես տենում, այդ 5-6 հատն ես տենում։ Սկսում ես անգիր երեխան ո՞նց է դպրոցում, չէ՞, ոտանավոր անգիր անում։ Պարբերաբար էդի կրկնելով դու քեզ էդի են ցույց տալի։ Հիմա ահռելի քանակությամբ են բրենդներ մտնում։ Այսինքն այնտեղ մարդկանց ուշադրության համար պայքարը շատ ավելի մեծացել է, որովհետև քո հետ մրցում են հարյուրավոր մարդիկ։ TV-ն զբաղված չի 5 հատ բրենդով։ 5 հատ բրենդով կփակվի TV-ն։ TV-ում պետք է տենց ռեգուլար լինեն նոր։ Այստեղ հարցը դու ո՞նց այդ կներկայացնես, էլի։ Դու ո՞նց այդ ինտեգրես product-ում։ Ես ես վերջում բեյսբոլի մի հատ ինտեգրացիա տեսա։ Բեյսբոլում, հա։ Rexona-ն էր արել, մրցավարի թևերի տակներ լոգոները, որովհետև մրցավարը անընդհատ թևերը բարձրացնում է, որ ցույց է տալի։ Այդտեղ Շատ լավն է։ Այսինքն դոշին եթե մեծ անեին, տենց չգիտեմ 20 սանտիմը 20 սանտիմետրի վրա, կարողա չֆիքսեր, բայց որ մրցավարը ասենց ձեռը բարձրացրել է թևի տակ Rexona-ի լոգոներն է, ասենց դե աշխատել է էլի։ Մտածել են էլի որտեղ դնեն, որ դու այդ product-ին տենց կապվես էլի հետը, որովհետև առաջի բանը կասես լավ, որ դոշին մեծ բան անենք, ունենանք լոգոն ինչ արժե դի։ Ցիրենք փոքր լոգո ու թևի տակ, ամենաճիշտ տեղն էին գտել։ Կարող է ավելի էժաներ, քան դոշին։ Հա, որտեվ ըստեղ հարցը դու ոնց կպատմես էլի, որտեվ գովազդը հենց այդ
խոսքը ոնց ձևակերպես։ Դրա համար է ասում, այդտեղ բառը խոսքն ամենա երևի հեշտ ճանաչողը, որտեղ ոնց ես ձևակերպում, կապ չունի ինքը վիզուալ ցույց կտաս, ոնց կանես, բայց քո ասելիքը ոնց ես փոխանցում մարդուն, չէ՞։ Դա ձևեր գտնում են, օրինակ այս բանը, չգիտեմ, տեսար Brad Pitt-ի Ֆորմուլա 1-ը, Հա, Apple TV-ին, որ նկարել էր։ հա, Brad Pitt-ին քայլող ռեկլամ էին սարքել։ դե, Սաղ իսկական լոգոներ էր, իր համար հատուկ custom IW-սին ժամացույց էր սարքել ու սաղ աշխատեց։ բանի, մի հատ գիտես, մի հատ շատ լավ դոկ կա։ Այդ տղեն Perlog, կարծեմ, չեմ հիշում ազգանունը, ոնց որ ինքը բան էր նկարել, Двойная порция ֆիլմ էր նկարել, դոկումենտալ։ Իմիջիալոց ինքը բան է, դոկումենտալներում Հա, ու սաղ ինտեգրացիաներ էր, չէ, չէ՞։ արետի երկրորդ իրա ֆիլմն էր։ Առաջի ֆիլմը Двойная порция էր, որ 30 օր fast food էր ուտում, Հա։ կոնկրետ բրենդի, ու նկարում էր իր այդ ինչ առողջությունը կատարվում ու իմիջիալոց ինքը կարծեմ բանը համարվում է աշխարհում ամենաեկամտաբեր տոկոսային առումով դոկումենտարներից մեկը, եթե ոչ առաջինը։ Բայց գիտես, չէ՞, մեջի ֆակտորը սաղ չափազանցրած է։ Չգիտեմ այդ, բայց երկրորդը ինքը որ արեց, բան է, որ կարծեմ ֆիլմը ձևա կոչում, երբևիցե ամենաշատ բան թանկ ու շատ բրենդներով, ինտեգրացիաներով ֆիլմը, որ ֆիլմի անունը կարծեմ է, որ գնում է բան, չէ՞։ Լրիվ գովազդեր մեջ։ Տարբեր բիզնեսների մոտ օրեն բան կա, մի հատ ձիու շամպուն կա, որ ասում են ես կարամ փոքր ձիու ձակ վերցնեմ, վաննայի մեջ իրար հետ լողանակ, ասում բան, այդտեղն ավելացնում բան, սաղ որեն սաղ բրենդներ է, նույնատարպես այդ բանն են էլի արել ֆորմուլազինը։ Բայց դե էլի մեկը ինքը պետք է էլի մնա։ Ես մեկ ասում եմ ամենահին մասնագիտությունն է գովազդը։ Գովազդը։ Հա, որովհետև բոլորից ծանոթ հին մասնագիտությունը որ կա, ասում եմ չասենք կանոնը, որ որպես հին մասնագիտություն որ ասում են ASV-ա, չէ՞։ Այդ մարդը, որ այդ մասնագիտությամբ զբաղվել է, նախքան զբաղվել է մի ձև գովազդել է, չէ՞, որ Ինչ որ մեկը գովազդել է։ չէ, ինքը ասել է, չէ՞, գովազդել է, որ բա գիտեք ինչ կա, ես այս մասնագիտությունից եմ տրամադրում ու ինչ որ մի ձև եղել է, չէ՞, առաջին process-ը գովազդն է եղել։ Դրա համար ինքը ուզես չուզես ինքը կա 5 գովազդներ կան, չգիտեմ, Եգիպտոսից սկսած էլի առաջի գովազդը որ բաներ ստրուկների գովազդեր իբր կորցրել էր ստրուկին հայտարարություն էր տվել ասում էր իմ մոտից փախելա ստրուկս եթե գտնեք բերեք ես ձեզ հավելյալ բան գումար կտամ կպարգևատրեմ եթե բերեք այսինչ դերցակի կարծեմ մոտ որը որ լավագույն դերցակն է ու որը որ բացառապես որակյալ կտորով է կարում բոլոր հագուստները ստրուկը այդտեղ բացարձակ դեր չի խաղում հա բայց գիտեին որ այս մարդու մոտ պետքա բերեն որը որ շատ լավ այսինքն մեկը ինքը ուղղորդում է իր մեջ վատ լավ նա բնականաբար ցանկացած բանում եք կարած լավը տեսնես կարած վատը տեսնես այդտեղ կա ամեն ինչ կախված նրանից ինչ ես ուզում տեսնես դու ու ինչ ես դու անում հիմա դու եք արած քո մոտ վատ ինտեգրացիա անես, չգիտեմ, ու չաշխատի ինքը։ Բայց այն ինչ որ դու անում ես ինտեգրացիան, դու դրան հավատում ես ամենայն դեպս օրգանիկ ես անում։ Դե հա, մենք շատ բան ենք փիքենք գովազդատուների հետ ենք ուզում աշխատենք, որտեվ հասկանում ենք, որ մարդկանց վստահությունը պետք չարաշահել։ Դե հա, 1-2 եղավ ինքը արդեն բան է, էլի։ Ֆանտաստիկ այդպես բան կա, չէ՞։ Ֆունկցիա կա։ Սխմած բամ ես 2 անգամ արագ է այդում։ Տեքստն չես լսում, էլի։ Հա։ Կան նամանավանդ YouTube-ում տենց հեշտ է, էլի։ Միջև կադրը փոխվել է անում ես, էլի։ Հիմա բանն է, չէ՞, դե բոլորի բողոքը նաև YouTube-ի գովազդներն է։ Որ սկսել է գովազդնել։ Ոնց որ բանն ես, էլի Հունաստանում հանգստանալուց ես, Հա։ գնացել ես ինչ որ ուրիշ երկիր տուրիստ ես այդ բան, որտեվ մեր մոտ մենք YouTube-ը մենակ էձև ենք տենում, ինքն մոնետիզացիան YouTube այդ գովազդները դուրսն ենք, Հայաստանում չենք տենում։ Հայաստանում չկար, չէ։ Բայց այդ լավ զգացողություն է տալիս, էլի, որ դու այդ բանը հանգստյան ես, էլի գնացել, որ չգիտեմ, չոր մտնում է ֆրանսերենով բանա ներկայացնում կոլա։ Հետաքրքիր է գիտես օրինակ իմ մոտ արդեն երևի չգիտեմ 2 տարուց ավել է YouTube Premium, հա։ Որտեղ ֆունկցիաներ կա, որոնց դուր է գալ այդ background play-ը բան մնացածը միշտ օգտագործում, դες YouTube շատ եմ օգտագործում։ Ինձ թվում է դրամաբանական է։ Բայց դրա պատճառով ես գովազդ չեմ տեսնում։ Ու հիմա ինչքան մեմեր ֆորում է, հումորներ է ֆորում այդ գովազդների վրով, ես չեմ հասկանում։ Որտեվ չեմ տեսնում ու ուտեղից այդ բանն է իդեան է գալի որ
օրինակ ինչքան սուբկուլտուրաներ կան, մեմեր կա կամ ինչ-որ բաներ կա, որ չի գալի քեզ հասնում ալգորիթմի պատճառով։ Երկու մաս են էլի մարդկանց բաժանա YouTube-ը։ Մարդիկ ես վճարում եմ, որ իմ product-ը տենան, դու վճարում ես, որ իմ product-ը չտենաս։ Հա, Всё։ դա իդեալական բան է YouTube-ը մտածել։ Մեկը վճարելու է, էլի։ Հա, կամ վճարում ես չտեսնես, կամ վճարում ես տեսնես։ Չես վճարում ու տեսնում ես։ Հա, ես որտեվ YouTube-ին վճարել եմ, որ դու տեսնես, դու մի քիչ Գովազդատուն է աուկցիոն ես վճարում, անում, որ դու տեսնես էլի։ Դու ասում ես, ես եկեք մի քիչ ավել վճարեմ, չտենամ, էլի խնդրում եմ։ Բայց Հայաստանում մոնետիզացիան չի աշխատում, ասեմ իմանաս։ Այսինքն գովազդները ֆորմա, բայց դեից մոնետիզացիան չի միացել, դեռ հայկական քրեատորները փող չեն աշխատում։ Ժամանակի հարց է, այտենց մի անգամ ինչ սկզբի համար вообще տեստեր, չէ ինքը։ Հիմա էլ է տեստ։ Հա։ Մոնետիզացիան ես արաբերեն գովազդներ եմ պարչի, բայց ամեն ինչը այդ մի կողմ, բայց պետք է ամենը մեկը երևի թե համաձայնվենք, որ YouTube-ի ալգորիթմը ոչ մեկ չի կարած այդպես լավ ստանա։ Ինչ առումով։ Որ այդքան լավ ճանաչի իր կոնկրետ երևի հերոստատիտող հա ճիշտ է այդ բառը թե ով որ նայում է ոնց է TikTok-ը YouTube-ը TikTok-ը լավը չի չէ TikTok-ում ինչքան է փորձում ես ֆիլտրես այսինքն իր ալգորիթմով ցույց տաս որ չէ քեզ հետաքրքիր չի եսի քեզ հետաքրքիր չի մեկը քեզ որոշակի ինքը գալիս են ու TikTok-ն էլ է իրանց բանա YouTube-ն էլ է իրան օրինակ սոցիալական ցանց դիրքավորում։ Դե հա որտեղ մարդիկ կոմենտներ են գրում շփվում են։ Այսինքն վիդեո պլատֆորմա բան չեմ։ Ես գնացել էի բանի, մի հատ Մոսկվայում մաստեր կլաս էի գնացել, բաներ, տարածաշրջանի ոնց որ մարքեթինգից էր, չեմ հիշում, մտքիներ, ինքը ասաց մենք բացարձակ բանա, մեզ դիրքավորում են որպես սոցիալական ցանց։ YouTube-ը։ Հա։ Դա քշքիր է։ Դե նա YouTube-ը ինքը դժվար պլատֆորմ է։ Օրինակ շատ քրեատորներ այդ ինֆլուենսերներ կամ ինչ որ կոնտենտ ստեղծողներ ովքեր TikTok-ում կամ Instagram-ում ունեն շատ լուրջ դիտումներ, գալիս են YouTube ու շատ արագ հիասթափվում են։ Ինչի որ հիասթափում են արդյունքը որտեղ չի երևում շատ ուշ։ Բայց YouTube-ը դժվար դանդաղ է, ինքը դու երկար պետք է անես ու նայ TikTok-ում ու Instagram-ում լոգիկան լրիվ ուրիշ է։ TikTok-ում ու Instagram-ում դու չես ընտրում ինչ նայես։ Ինքն է քեզ ցույց տալիս։ Հա։ Ու այդտեղ դիտումները շատ ավելի շատ է ու պատահական դու կարաս viral-ը գնաս, չգիտեմ, ու լիքը ուրիշ բաներ կարա լինի։ YouTube-ում դու պետք է ընտրություն անես, կտասնես այն ինչի վրա դու ուզում ես նայես։ Այդտեղ լրիվ ուրիշ լոգիկա է։ Եթե դու շորթերը չես սկրոլ անում, արդեն բան է։ Հա, շորթերի մասին չի խոսքը։ Դու պետքա դու ընտրություն ես անում ինչ նայես։ Բայց քո այն ժամանակ, երբ որ քո նայած վիդեոն վերջանում է, ինքը քեզ շատ ճիշտ վիդեո է բերում։ Լավ առաջարկներ անում, հա։ Հա, որովհետև ինքը գիտի ժամը 12-ին օրինակ հովոյին պետքա ցույց տա վիդեո, որի տակ քնում ես։ Հա, օրինակ չգիտեմ։ Տենց հա, տենց չգիտեմ, գալակտիկաների մասին։ հա, ինչ որ բան է, ստով, ֆակտով, եսի ինչ տենց։ Կովի աերոդինամիկայի մասին ինչ։ Հա, ինչ որ դե բան է, առավոտը աշկտված մտնում ես Սադգուրու ես լսել։ Տենց իրավի։ Իմ մոտ ավտոպլեյը կոնկրետ անջատած է։ Հա։ Չէ, ես առանց ձենի չեմ կարող քնեմ։ Ես օրինակ բանա, մեկ այն լույսով որ քնում եմ, ինչ որ չգիտեմ, մեծ լույս կա վառած բան, կարող եմ քնել։ Ու կամ լռություն ալում, ես գնում եմ տենց, սկսում եմ մտածել, հասնում ես մանկություն, հետո գնում ես առաջ խորը ծերություն, բան, ասես չի մնում էլի, որտեղ այդ լռությունը բանա, ձեն պետքա լինել, ես։ Այ մոտել էր երկար ժամանակ, տենց ես առանց YouTube-ի կամ ինչ-որ մի ձենի չէի կարող, ոդկաստ եմ միացնում, տակ քնում էի։ Հա։ Հետո չէ, հետո վերաժարվեցի դրանից։ Հիմա պետք է հետո զևը կաս շատ մոտ է, բանա, ահագի վաղ տանջվում ես։ Դե բան է։ Մի ամիս չես գնում, հետո ավտոմատ աշկդ փակվում է, էլի։ Ասես ինչ վատ մարդ եմ, ես էս ինչեր եմ մտածում։ Խեմ ես հիշել, չգիտեմ, ինչ որ մանկապարտեզից ինչ որ երեխու։ Տենաս ոնց է։ Բայց դա արդեն 4 օրն է, էլի չնայել։ Մտքեր ա գալի, հետո դու սկսում ես այդ մտքերի մասին մտածել, հետո մտածում ես այդ մտքերի մասին ինչ ես մտածել։ Ես պետքա նայեմ, ես գտել եմ իմ գաղտնիքը։ Պետքա նայեմ վիդեո, որը ավարտը այդքան էլ ինձ հետաքրքիր չի։ Իր կուլմինացիան, դրամատուրգիան այդքան էլ չի։ Մեր ոդկասթները կարաս միացնես։
Չէ, ծերը հետաքրքիր է։ Իմ ընկերն ասում նորակ չես պատկերացնի, ես ինչքան շնորհակալ եմ քեզ, ասում եմ ի՞նչ ա եղել, ասում դենց եմ գնում ոդքասթների տակ։ Չես կարող էլի հասկանաս էդի կոմպլիմենտ է թե չէ։ Բայց ամեն դեպքում լավ բան է, չէ՞։ Լավ է, բարդ քնում է։ Խորոքենելն էլ է բարդ բան։ Մարդիկ կան պայքարում են որ կանան ինչ որ միջոց գտնեն Հա, դե եթե դուք մեր ոդքասթների տակ լավ գնում եք, խնդրում եմ միացեք Patreon-ին։ Քննած այդ $3 տալիս ես ինչ։ Չէ, դե հա YouTube-ը հաստատ ալգորիթմը ուրիշ ձև աշխատում, ցածանից էցերի մոտ արդեն լրիվ ուրիշ ձև է։ Իսկ ամենադժվարը բանն է երևի Spotify-ն ու Apple Podcast-ն դե լրիվ ալգորիթմ չկա, դու կոնկրետ պետք է գնաս ընտրես ու միացնես։ Հա, եթե որ բաները պատբորկ եք այտենց չես միացնում էլի, որ ինքը այտենց էդ է կարա անան ինչ որ անհասկանալի բաներ միացնի։ Հա։ Բայց podcast-ինքը լավ ֆորմատ է իրականում։ Երևի մեդիա ֆորմատներից ամենա ոնց որ ծանրաբեռնողը չի։ Օրինակ TikTok-ում, Instagram-ում տենց կարճ կոնտենտով ծանրաբեռնվում բանը ոնց է որ չստացվեց այդ Clubhouse-էր կոչում։ Հա, Clubhouse։ Ինքը բումով սկսեց ու սայլուտ էլ եղավ էլի, հրավառություն էր, տենց շատ լույս։ Ես հիշում եմ որ տենց բաներ արդեն մի 4 օրում եթե չմտներ դու տեղ արդեն բաներ էլի։ Հետա մնացեիր լուզեր էր էլի։ Հա, դու չկաս մեջը բան։ Հա։ Ես Clubhouse չունես, դե COVID-ի ժամանակ ինքը լավ պոկվեց տեղից, մարդիկ պարապեն։ Բայց ոչ մի նոր բան չկա էլի, ոչ է podcast։ Դե podcast ամենահին ֆորմատներից մեկն է, ռադիո։ Պապով։ Հա, ուրիշ ոչ մի բան։ Ուղղակի ամենահին ֆորմատն է։ Թղթաբանությունն է փոխվել։ Podcast-ին երևի բանն է, մենակ տպագրությունն է, գիրքը։ Որովհետև խոսքը մարդուն հետաքրքիր է էլի, որ պետք է կրակելով խոսացվել։ Բանը առաջ հանրային ռադիոյով մեկ-մեկ այդ իրենց հին հաղորդումներից էին դնում։ Նենց հետաքրքիր մարդիկ ոնց են ուրիշ ձև, ուրիշ ժամանակաշրջանները ոնց են խոսել։ Խոսքի դիրքը, տոնայնությունը, թեմաները ու հիմա բանը արխիվը թվայնացրել են ու հետաքրքիր է որ մտնում ես տենց հին բաներ լսում ես, նենց հետաքրքիր ոնց որ ժամանակի մեքենայով հետ գնաս։ Դա դե բանը ամեն ժամանակ իր խոսքի ձևավորված բան իր կառուցվածքը ունելի խոսքը ոնց է անցալելի եթե դու խոսես հիմա այդ ձևով կարող խնդալու լինի հա բայց մեր ձևով եթե օրինակ խոսանք մենք 60-70 մի քաղաքականացրու հա լրիվ ուրիշ ձև կներ այդ այն ժամանակ է կներ խնդալու կներ անհասկանալի հիմա օրինակ չգիտեմ ինձ այդ մուլտի մեր համար այդ պատմությունը կոնցեպտը դրա համար էր հետաքրքիր որ մերը ոնց կնայի այն ինչը որ մենք անում ենք հենց հիմա հա ոնց կվերաբերվի տեխնոլոգիային խոսքի ձևին ինչ որ անհայտ բառերի անգլերեն ռուսերեն եւ փորձել ենք խուսափենք այդ բառերից հա տենց փորձել ենք տենց զրոյացնենք ու ասենք հումորի պարագայում խնդալար ուզում եմ ասել դաժե բայց մուլտում փորձել ենք պահենք ու հումորն էլ փորձել ենք այդ ես այն հումորը չեմ թողել ոնց որ որպես այդ պրոդուկտի կրեատիվ դիրեկտոր չեմ թողել այն հումորը մնա մեջը որը որ ես չի կնեղվեի եթե երեխես տունը ասեր նույն օրինակ էպոսում կա ցրան վերգո մուլտում կար հիշատակում հետո հասկացանք որ ասում եմ լավ եկեք մենք մեզ անկեղծ հարցնենք ցրան վերգո ասում ենք իրոք պետք է այդ պերսոնաժը մեզ թե ասում ենք որ այդ բառը խնդսնի զալին խնդսնի չէ ուրեմն հրաժարվում ենք դրանից որովհետև ինքը օրգանիկ չի չնայած որ այդ տերմինը դու կարաս օգտագործես որովհետև էպոսում կա այդ կերպարը դե բոլորին ծանոթ է հա բայց եթե դու դա բերում ես այդ բառի կիրառումը որ ինքը դարձնի ավելի այդ պահին տես բան ինքը դառնում է բան էլի դրա համար մեր համար ինքը տես բարդ եղել ու էքսպերիմենտալ է ինքանով որ մենք ասենք լավ մենք օրինակ բողոքում ենք որ գովազդը սենց են անում մուլտում կինոներում շատ ուղիղ ձև են անում եկեք դերում տենան կարում ենք մենք անենք կարող է չստացվի ինտեգրացիաները հա փորձում ենք այդ սփուֆը պահենք որը որ ամերիկյան մուլտերում երբ որ բրենդը դեֆորմացվում է անվանումը փոխվում է կամ բան այդենտիկան է գալի չգիտեմ օրինակ շրեկում ոնց է Versace-երի
վերսաչին չէ, то есть փորձել եմ հիմա ամեն դեպքում մեր բախտը ոնց որ բերել է կան որոշակի տենց կազմակերպություններ, որոնք որ դրան նայում են շատ լավ ու շատ վատ են նայում այդ ուղիղ խոսքին էլի բերես չիպսը լից գլխիս ընտրում եմ որովհետև մեհերի պարագայում չես կարա ախր ոնց կարա գա ասի էլի այդ չգիտեմ այդ գովազդային ինտեգրացիաների մասը բանի Գարեկի ֆիլմում էին լավ արել այդ գրքին փորձիր հա դեռ մի հատ կերպար կար առաջ սփոյլ չանեմ կինոն դեռ կինոթատրոններում գնով հա հասկացա վերջի բանը վերջի երազանքը վերջինները նախավերջիններ արդեն վերջիններ որտեղ ինքը տենց աշխարհ անգնում ու տեղ իրոք այդ գովազդների պահը լավ էր արած այդ մարդուն սազում էր միջավայրին հա որտեվ ինքը հա հենց ինքը գովազդի մեջ է ըհը պետքա գովազդի նման անես գովազդը այծև հա բայց դա դժվար է էլի բայց բանը գիտես ինչ եմ նկատել որ հայկական ֆիլմեր կլինի մուլտիկներ կլինի անպայման պետք է ոնց որ խնդալու լինի շատ մեծ մասը տենց կոմեդիա է գնում դա տրամաբանական է ինչի որ էմոցիան պակասում է երկրում աշխարհում այծև մարդիկ այդ են ուզում ստանալ բայց դա չի վերաբերում այդ տրամաբանությունը չի վերաբերում հայկական սերիալներին որտեղ պետք է ողջ լինի Օրինակ, չգիտեմ, դու Շվեյցարիայում չես կարա մեծ էկրաններին անընդհատ կամ տունը մարդիկ նայեն երջանիկ կյանք, որովհետև ուզում են տենան մի հատ դժբախտությունը ոնց է։ Տրագեդիաներ, բաներ, այդ ամեն ինչը, ոնց է, չգիտեմ, հնդկական մշակույթում ցույց են տալի, որ ամենաաղքատ մարդը կարա դառնա հարուստ, պայքարի համակարգի, չնայած որ կրոնով լիքը արգելքներ ինքը ունի, առհասարակ, բայց երազանք տալիս են, չգիտեմ մեծ դեպրեսիան երբ որ եղավ ամերիկյան այդ ժամանակ չէ եկավ happy end հասկացողությունը որ վերջը լավ է լինելու այսինքն էմոցիոնալ կարգավիճակին հակադարձող էմոցիոնալ իրավիճակ են միած ցույց տալիս մարդուն դա աշխատում է կոմեդիան մեկը աշխատելու է դրամեդիան արդեն որը որ է դրամայի ու կոմեդիայի այդ ամենաբարձ ժանրն է տրագիկոմեդիան բան չգիտեմ կյանքի հասքանչ այդ ֆիլմը որ կա այդ ամենա անհամատեղելի բանն է որ ստացվում է բայց կոմեդիան ինձ թվում է մեր ազգի համար այս պահին вообще առիթ ժպտալու շատ է պետք ու պետք է դա լինի այստեղ հարցա դու ոնց կմոտենաս դա որովհետև կա անեկդոտ որը էլի ծիծաղալու համար է բայց անտեղին է այդ պարագայում կա անեկդոտ որի մեջ կա որոշակի հույս էլի չգիտեմ, ինչ-որ բան լավատեսություն կա, բան կա, ասես մեջը պոզիտիվը կա, էլի, այստեղ կախված է դու ոնց ես այդ պատմում, ինչ միջավայրում ես պատմում, չգիտեմ, գնացել ես թաղման տեղ տենց պատզեզի մոտ պատմում ես ինչ-որ մեկին, որը անտեղի է, բայց դու գիտես այդտեղ ծիծաղալու են, որովհետև արգելված է այդտեղ ծիծաղը, մարդուն բնորոշ է ծիծաղալ այնտեղ, որտեղ որ դա արգելված է, ու երբ որ այդտեղ դու ծիծաղում ես, դա հիստերիկ ծիծաղ է, ստոպ չի լինում որտեվ օրգանիզմը զսպել էր ինչ-որ sense պորտկում լինում է դրան ստոպ չկա այստեղ հարցը դու ոնց կպատմես ու ինչ հումոր կպատմես հա մեր մոտ կա չգիտեմ հարկածայինը պահել ենք բայց դե երեխու համար պետք է ինքը հետաքրքիր լինի կամ երեխու ծնողի համար պետք է հումորային լինի մենք շատ ենք փորձել ֆիլտրենք այդ հումորը ոնց անենք որ ինքը չգիտեմ այն տարիք երեխեքը որոնք որ խոսքը չեն ընկալում իրանք ինչից պետքա ծիծաղան թինեյջերները ինչից պետքա ծիծաղան մեծահասակները ինչի վրա պետքա ծիծաղան դրա վրա լիքը չգիտեմ բաժանել ենք թիրախների այսինքն բան սցենարը գրելուց գրատախտը կիրած մոտեցել ենք որպես մարքետոլոգներ ու այդ 405-ը ինձ այդ ստուդիա են չեմ այդ գաղափարն է որի շուրջ հավաքվել ենք էլի այսինքն AI-ի մասը այդտեղ հավաքվել ենք որ այդ անենք բայց նեւ արդեն ֆունդամենտը մեկը դոպինգն է մեկը այդ սաղ կառուցվել է ես փորձս ձեռք եմ բերել այդտեղ այդ կառույցում ես չգիտեմ 10 տարուց ավել դերվի 10 տարի մենակ կրեատիվ դիրեկտորի կարող է հաստիկ կամ կարող է 10-ից քիչ կրեատիվ դիրեկտորի հաստիկը բայց գովազդում առհասարակ 15 տարի պլյուս էլի այդ ենք արել մենք փորձել ենք լսանին տանք այն էմոցիան ինչը որ ուզում է լսի ինչը որ ուզում է զգա ու ինչի համար մենք չենք ամաչի
Իսկ քո ամենաստացված գովազդները որն ա եղել։ Իմ կյանքում որ արել եմ 15 տարվա մեջ։ ամենա երևի թե պոստերներից կարամ ասեմ ամենատարածվածներից որ գնացել է Kia իրոքն ա եղել Kia իրոք это սիտուացիոնի մարքեթինգ էր դա շատ ավելի որպես գովազդային հոլովակ այդ միանշանակ բանն է բավականն է սերով պայմանավորված հղության արհեստական ընդհատումների հոլովակը Խորեն Լևոնյանն էր ձայնը կարդում շատ էմոցիոնալ է այդ ընդհանուր արշավը կարամ ասեմ բավականին իմ համար հետո Մայր Հայաստանի գույններ եք չէ փոխը ինքը ընդհանուր ամբողջական մի հատ բան էր 360 աստիճան էր էլի արշավը ու երևի օգնեց ազդեցություն ունեցավ էլի դժվար է չափել բայց ամեն դեպքում դրանից հետո բավականին իր քեսն է որ նայես բավականին դեղ տարածում ինքն սկսեցին այդ հարցը քննարկել խոսել դրա մասին որտեղ մեր հենց կոնցեպտը էր որ բավական է բարձրաձայնել միայն ձեռքբերումները ու բավական է անունը հենց դրա համար է ծագումը իր հիմքը է դա որ ըստ սնահավատության մարդիկ մտածում են որ եթե աղջկանը դնում են բավական էլ չի ծնվի աղջիկ ինքը է դա ու մենակ այդ մեր լեզվա մտածողության բան այդ մեր մենակ մեր մշակույթում չի շատ ազգեր ունեն այդ բանը էլի իրանց լեզվով ունեն այդ բանը աղջկա ունը դնում են ինչ որ անուն չգիտեմ հենց արշավն է ունեցել էլի my name is enough ու ինքը երևի ինչքան գիտեմ Հայաստանում ամենաշատ մրցանակ ստացած գովազդային արշավն է то есть իրանից շատ գովազդային արշավ եթե նայենք ոչ մեկ չի ստացել մրցանակ միջազգային փառատոներում կարծեմ մոտ 15 ոսկի է որտեղ տարբեր երկրներ չգիտեմ այտենց Հայաստանից դուրս է շատ երկրներ այնտեղ SNG-ում մի 5 փառատոն մենակ SNG-ում եվրոպական շատ երկրներում ու մեր պատի մի մասը մենակ բավականով է իսկ Հայաստան կանի հաղթած գովազդ եղել հա հայկական էջենսի չէ Հայաստանում կա կանի արձանիկ տեսել եմ բայց իրանք հայկական էջենսի չեն սանկցիաներից ելնելով տեղափոխվել էին ստեղ էին բացել որովհետև հիմա ռուսական էջենսիները խնդիր ունեն գնալու կանի փառատոն իրանք չեն կարող մասնակցեն այսինքն ռուսական ագենստվա որ Հայաստանից է աշխատում ու իրանք ունեին կան Հայաստանում է գրանցվում հայկական էջենսիա որպես ներկայանում ու գնում է կան որտեղ իր զապրոսը չեն ընդունի փառատոնը այդ լրիվ առանձին մշակույթ է դրան պատրաստվել է էլի գովազդային այսինքն ինքը իր ալգորիթմ ունի իր տրամաբանություն ունի ոնց ես դու մոտենում ոնց ես դիմումը տալիս ինչ ես ներկայացնում մենք չգիտեմ երևի մի ընդհանուր կարող է 50-ից ավել անգամ դիմել ենք տարբեր փառատոների ես հիմա որ նայում եմ մեր ամենասկզբի աշխատանքները ոնց էինք ուղարկում փառատոն խնդալը գալիս է սա սխալ էր հա որտեվ փորձ չկար հա որտեվ դա առանձին բան է առանձին մշակույթ է մի բանա գովազդես մի բանա գովազդես արե մի բանա գովազդես թե դու ինչ ես գովազդել փառատոնային ֆորմատ սարքես հաշվի առնես որ քեզ չեն ճանաչում քո մշակույթը չգիտեն դու չգիտեն ինչ առհասարակ ինչից ես խոսում դու պետքա քո երկրի խնդրումը ցույց տաս պետք է ասես ինչ լուծում ես գտե որը որ մշակութային է այսինքն հիմքում հենց այդ է մտածելակերպն ազգային լիքը խնդիրներ դու ունես ու դա պետքա պատմես մաքսիմում 2 րոպեում ինքն այդ պահանջներում նշած up to case ունենք որ ես up to-ի վրա չէի ֆիքսել up to-ն 2 րոպե sense ինչ որ պարամետրներ նայում ես պահանջները նայում ես փառատոնի մասնակցելու ու 2 րոպեն եմ ֆիքսում ասում եմ ու իմ մոտ տպավորում է որ պետքա case-ը լինի վիդեոն պետքա լինի 2 րոպե ոչ ավել ոչ պակաս բայց այդ case-ը կարելի էր պատմել 35 վայրկյանում հա ու մեջը ահավոր քանակությամբ ջուր կադրար լցված բաներ որ ուղղակի կարելի էր մի 5 վայրկյանում ցույց տալ շատ երկար անում եք եւ որ նայում ենք քրոնոին հեն ինչքան է դե մի 18 վայրկյան հələ պետքա օքեյ հələար էս կադրն է դիրել էս է դիր հիմա գնացել եմ բան արդեն հասել ենք փառատոնի տեղը որտեղ որ միջայլոց էդի բան վերցեց բրոնզ կամ արծաթ բաներ դունոտ տոբակոներ
չծխախտոտել այդ արշավներ։ Գնացել եմ փառատոնի տեղ մեծ դահլիճ է, մի 800 հոգանոց դահլիճ է, արդեն բաներն են, նոմինանտներին են ցույց տալի։ Ես այդ քեսի ժամանակ, ես ու մեր Հայկը, այնց բանը կարմրել ենք, որովհետև չի բրծնում մեր քեյսը։ Բոլորը ասում են ինքը նոմինացվել է, այսինքն այնտեղ ներկայացվել է, ինչ են կարա թեման հաշվի առնելով բանսից ներկայացվել է նոմինանտների մեջ կան, բայց մեր քեյսը չի բրծնում, որովհետև ամենասկզբից արդեն པարզ է, բայց այն րոպե ու կես իմ համար մի հատ 1.5 ժամ էր թվում էլի, ասես գնում ա, այտենց չգիտեմ, այդ դհոլ նվագող մարդն է, երկար կապ չունի մեր պատմության հետ, բայց էդի դրել են որ 2 րոպե։ Իսկ քեյս եղել է գովազդային արշավներ, որ հատուկ արել եք փառատոնի տակ ուղարկելու համար։ Չէ, չես կարա այդ ստանաս մեկը, որովհետև նայած ինչ կարգի փառատոնի մասն ենք խոսում, ակա բան, այսինքն չգիտեմ, օրինակ ակարը տալիս է սնսկրիտերիան էլ է տալիս, սևա տալիս, կարմիրա տալիս, դեղինա տալի, կանաչա տալիս փառատոնները, որովհետև փառատոններ կան, որոնք որ ստանում ես դու բալեր, որպես creative agency։ Ոսկին 10 բալ է, օրինակ, կանը կարծեմ 8 է, կանում կրել է 8 բալա գնում քո բազայում, այնտեղ ամենաբարձրը ոնց որ վեբին է, կանից բարձր բալա տալիս։ Վեբի որցը։ Հա, իրանք են ամենաբարձր ոնց որ բալը տալի ըստ ակառի։ Այնտեղ գալիս են կարմիրները, որոնք, չգիտեմ, ոսկին 6 բալ է։ Գալիս են դեղինները, որտեղի ոսկին 4 բալ է, կանաչ, այսինքն կլասն էլ է կարևոր փառատոնի։ Ու ակարգի, բարձր կարգի փառատոններ դու չես կարա fake product-ով գնաս։ Չես կարա դու կանում գնաս, որ կլիենտ չունենք, որովհետև դες համաշխարհային այդ ֆինանսական ճգնաժամի ժամանակ այդ հատվածում 2008-ի մոտերը փառատոնները որոշում կայացրեցին, որ թույլ են տալու քեսեր, որոնք որ չեն իրականացվել։ Դիմեն իրանք ու շահեն հաղթեն ոսկի։ Որովհետև հաշվի էին առնում, որ կարող է կազմակերպությունը շատ լավ բան է ունեցել, բայց պատվիրատու չի եղել, որտեղ փողը չեն տվել վերջի պահին ֆինանսական ճգնաժամից ելնելով։ Այդ ժամանակ որոշում կայացվեց, բայց կանում շատ մեծ այնտեղ ուշադրություն են դարձնում բրենդ կա թե չէ ու բրենդի բանել մասշտաբներ են հաշվի առնում։ Այսինքն դու եթե գնում ես կան ու քո բրենդը վերջում ում համար որ դու արել ես ոչ մեկին ոչի բան չասող բրենդ է, դու շատ մեծ դժվարությամբ ես հասնելու ինչ որ արդյունքի, որովհետև դու 4 հատ ֆիլտր ունես։ Սկզբից 10%-ն են ընտրում բոլոր դիմողների։ Դրան կոչվում է մետալ, այսինքն անցան 10%-ը ընտրեցին 500 հոգի, 500 հոգու 10%-ը արդեն գնում է արծաթի համար, բրոնզի համար։ Դրանցից ֆիլտրեցին, դրանց 10%-ը գնում է քննարկում են արդյոք սա կարա արծաթ սանա, դրանց 10%-ը ոսկի, հետո գրանպրի։ Ու կանում օրինակ ահավոր մեծ քանակությամբ վոլոնտյորներ են աշխատում, քո արդեն երբ որ դու քննարկվում ա քո անունը ոսկի, այսինքն դու շորտ լիստում ես, ոսկու շորտ լիստում ես, ոչ թե առհասարակ շորտ լիստ ես մտել, ինքն ժյուրին որ դիտարկում է, օքեյ, ես բալերով հավաքել ես դու արդեն ամեն ժյուրին մինչև 10 բալ է քվեարկում, եթե միջինացվածը քոնը 8-9 կանգնել ժյուրիների մոտ, արդեն դու ոսկու համար ես դիտարկում։ Այդ ժամանակ փոխանցվում է քո քեսը վոլոնտյորներին, որոնք որ ստուգ են։ Առհասարակ դու արել ես այդ արշավը թե չէ։ Հա, որտեղ դու կարող ես սիրուն նկարում ես թվերը։ Ասում ես այդ օրվանից հետո մեր գովազդային արշավից հետո բոլորը տենց ուշքից գնում էին ուրախությունից։ Այս բիզնեսը դարավ 10 խոշոր հարկատուներից առաջինը, բայց ինքը միջև այդ 5000-րդները, ինչ որ բաներ ես խոսում, որովհետև արդյունքը շատ կարևոր է կանում։ Արդեն սկսում են քեզ ստուգել, քո տված հեշթեգներով, քո տված տեքստերով, ինչ ես դու ասել, որտեղ ես ասել, դու այնտեղ նշել ես, ինչ կրիչներն են քեզ, ինչ բարբերականներն են քեզ անդրադարձել, որ ԶԼՄ-ներում արդյոք ունեցել ես հիշատակություն թե չէ։ Վերջում ժյուրին ուղարկում են իրանք իրանց եզրակացությունը վոլոնտյորները։ Ասում են, այս մարդը ասում է իրանց երկրում բոմբա եղել, բայց 4 հատ post են գտնել, 4-ն էլ ովքեր որ էջում դրել են, այդտեղի աշխատողներն են։ Որտեվ կանի համար կանը 2 հատ կիքս ունի, էլի 2 անգամ տվել է փառատոն, ոսկյա տվել, որոնք այդ մարդիկ բան չէին արել։ Մեկը կարծեմ ուկրաինացի տղա էր, մեկը պորտուգալացի։ Մեկը Shutterstock-ից էր վերցրել պոստերը։ Լոգո էր դրել, ուղարկել էր ոսկյա շահել։ Վայքո։ Հա, ոսկին հետ ուզեցին, հետ ուղարկեց կան։ Մեկն էլ պլագիատ էր արել շատ ուղիղ։ Այսինքն հնց էր որ ապացուցելու կարիք չկար էլի։
կոնկրետ այդ արշավը ժամանակին արվել էր, ինչ որ կային սա փաստերը։ Ես մի անգամ ժյուրի էի White-Square-ում ու COVID-ի ժամանակ։ Դա ռուսական էր, չէ՞։ Բելարուս։ Բելարուսական։ Այդ կատաստրոֆիկ էր։ Այդքան քեզ ուղարկում են, որ պետքա նայես ու պետքա գոնե բռնի պատասխանները։ Ու դու իրավունք չունես չնայես։ Պետքա նստես, նայես, որովհետև դու կարող այդ քեյսը գնահատել ես, չգիտեմ, 4 բալ ու քննարկվում արդեն որ այդ պետքա ոսկի ստան, հա, դու 10-ից 4 ես գնահատել։ Բոլոր ժյուրի մոտ հարց առաջանում, դու եթե 4 ես դրել, խես դրել 4։ Ես հիշում եմ, կարծեմ 350 քեյս էի նայում։ Ունգել էր իմը սոցիալականը։ Սոցիալական գովազդ 2020 թվին, երբ որ տոտալ սաղանում են բան, COVID-ի սոցիալական գովազդ։ Չկա ուրիշ գովազդ։ Այսինքն ինձ հատկացել է ես այդ սոցիալական գովազդի թիմում էի ու կոնկրետ գալիս էր։ Այդպես չգիտեմ, սա քեյսերը բաներ էլի սոցիալական այդ թախիցով սկսում էր բան, բերանները փակած, սա ձեռները օճառներով, բանով դիստանցիա, տխուր ամայի քաղաքներ, ասեն դեպրեսիա էր, իսկ նստած այդպես նայեմ, բայց այդ ժամանակ에 դու պետքա պատասխան տաս, դու հիմնավոր ես խես դու 4 դրե ու բոլոր ժյուրիների միջնացված գնահատականը 8 է։ Օրինակ կանոնում եթե 2 բալի շեղում է ժյուրին հեռացնում են։ Ջուրջ։ Հա, ուրեմն ակնհայտ կողմնապահություն է կամ դեմ ես այդ բանին։ Օրինակ, չգիտեմ, թշնամի երկիրն է ձեր, դու դրել ես 2 ու բոլորի մոտ օրինակ 6 է, միջինացած։ Կարծեմ երկրորդից քեզ հեռացնում են։ Առաջինի իրավունք ունես պատասխանել, որտեղ դու կարող ես փաստ ունես, որտեղ որ ասում ես, «Ժողովուրդ, ես այդ երկրում եմ ապրում, այս արշավը բացարձակ sense տարածում չի ունեցել, fake է»։ Եթե դու դա չհիմնավորեցիր, երկրորդ անգամ քեզ ժյուրից հեռացնում են, որովհետև ինչ որ կողմնակալություն կա։ Հա, այսինքն կասկած կա հիմնավոր, որովհետև կանը այդ կանաչ լույս է։ Կանը երբ որ տալիս է, դու արդեն ուրիշ լիգայում ես խաղում։ Հասկացա։ Իսկ հայկական ուրիշ ագենստվաներից ում գործն ես ամենաշատը, ինչ գովազդներ ես շատ սիրել։ Այն էջենսիները, որ կան դոպինգի ժողովուրդ։ Իսկ կոնկրետ աշխատանքներ կա, որ դուրս գալիս է։ Աշենցը։ Որ մեկը։ Քիթը։ Հա։ Բժիշկ ինչաներ։ Չեմ հիշում, բայց աշկերը ինչին քիթը բժիշկ, դա շատ ուժեղ է, շատ լավն է։ Հին գովազդներից եկան ավելի հին բաներ, ստատուսներ արել կարծեմ, մայրիկին նվիրված։ Չեմ հիշում որ կատնամթերքներ։ Ուրիշ թեք էին հարցին մոտեցել, էլի ուղիղ չէին գովազդել։ Հա։ Այդ գովազդն էլ է դուրս եկել։ Ինչ որ չեմ հիշում մի հատ գովազդ կար կարծեմ։ Որներ։ Բաններ, Երեմյանից պրոդուկտներ, որը որ լավներ թիզինգը, այն կա էր կախած, սկզբից կա էր գրած, հետո բացվեց։ Այդ բանը, երբ որ կատնամթերքներ շուկա մտնում։ Հա, այդ էր հետաքրիր, սկիզբը լավն էր, բայց ինքը շատ երկար գնաց։ Թիզինգը Ես օրինակ թիզինգին հիմա հակված չեմ։ Այսինքն ասած ասեմ։ Այսօր թիզինգը ունի մասնայից։ Հա, որ մտնես ինտրիգա անես, օրինակ հետո գազ, բան հիշում ես, կար 2000-ականային շուտով բոլոր երևանցիներին մեծ նվեր, ոնց որ ինչ որ մեծ բան։ Այն ժամանակ աշխատում էր, որտեղ այսքան ինֆորմացիայի բան չկար։ Հիմա դու չես սպասում էլի դրա։ 2 վայրկյան հետո մոռանալու դու պայքարում ես մարդը ասած սվայփ անելու հետ էլի, դու չես կարող ասես էլի իրան։ Ես թիզինգի վրա հակված չեմ ծախսել էլի։ Content creation-ի մեջ չի աշխատում, որ թիզ անես, որ չգիտեմ, մի քանի օրից ինչ-որ հաղորդում է դուրս գալու։ Հա, կա ինչ որ Instagram-ում օրինակ ասում են ռուսների մոտ կա որ ռազագրեվ աուդիտորիա, բայց դա անում են մի կես ժամում։ Ինքն մի հատ story-ով գցում են, ասում են կա այսօր reel-ը արդեն նոր հաղորդումը, ասենց այս մեր reel-ը սրան հաղորդա ուղղված լինելու նվիրված բան, բայց ոչ թե այդպես 15 օր էփես բան, օրինակ մենք հիմա բռնվեք, գալիս են։ Մեկ այդ աշխատում է, եթե ճիշտ product-ով, ճիշտ message-ով կարողանում ես երկար պահես։ Օրինակ դրսի շուկայում կան creator-ներ, որ կարողացել են տենց անեն, բայց այդ շատ հազվադեպ է։ Հա, դե պետք է իրականում իրադարձություն լինի, ոչ թե content, որտեվ Հա, իրադարձություն է։ Որտեվ եթե դու ռեգուլյար անում ես ինչ որ բան, դա content է, երբ որ բոլորը սպասում են, դա իրադարձություն է։ Եթե դու կարողացել ես հասնես նրան, որ այն ինչը որ հրապարակելու ես, դա իրականում իրադարձություն է, դու կարաս սպասել տաս։ Հա։
բայց 21-րդ Եթե ունես աուդիտորիա դրա համար։ Իսկ եթե ընդհանրապես նոր բան ես, այդ շատ դժվար է։ Հա, դա արդեն գիտես ոնա, որ այս բանը արել եմ, ամենասկզբից ոդքասթի խոսում ենք, չէ, որ այս ինչ որ մեկը արել է, դա շատ լավ է, մենք էլ արի անենք։ Չէ, իրան սпасել են։ Դու ոգի է, որ սпасում ես Apple-ը ինչ հրապարակելու սեպտեմբերին։ Հա, իր պրեզենտացիան դա օքեյ է, բայց երբ որ դու չունես Apple-ի ճանաչություն ու զգացողությունը, պետք չի ասել սեպտեմբերին կտեսնեք մեր նոր թեյնիկը, պետք չի։ Պետք է ուղղակի հանել ցույց տալ այդ թեյնիկը, որովհետև քեզ չեն սպասում։ Ինքը չի։ Այդպես բաներ կան, օրինակ շատ մեծ ուժեղ բրենդեր անեն։ Օրինակ ես վերջ թիզինգը, որ նկատել եմ, ոչ թե տեսել եմ, այլ նկատել եմ։ Ու սպասել եմ, այդ եղել է Lego-ի smart brick-երը։ Այս մի քանի ամիս առաջ։ Չեմ տեսել։ Smart բաներ են, այդ կուբիկներից են հանել, դա ինչի, որտեղ տղեր շատ ասում եմ, Lego-ն մեր տանը տենց քննարկվող թեմա է անընդհատ։ Հա, մեր տունն էլ այդեն պատվիրել են, որ գա ամեն օր հարցում է, պապա իմ smart Lego-ն երբ է գալու, պապա իմ smart Lego-ն երբ է գալու։ Այս բաներ տղես ծմեր պապից ուզել էր մի հատ Lego-ի դինոզավր, ըստ գրել է, նամակը գրել է, դե բարձա վերցել է ծմեր պապին, կարդում է, բարձա արդեն ինչ պետք է գնանք պատվիրենք, պատվիրում ենք ու գալիս է Amazon-ում գտանք այդ բանը, ոնց որ ինչ որ չեմ հիշում ինչ էր, ու գալիս է ասում է լրիվ ուրիշ բան, ու տակը բանը դեկտեմբերի սկիզբն է, ամիս ու կես եկել է, կամ մի ամիս, չգիտեմ, լրիվ ուրիշ բան է եկել, ձմեր պապին չի կարա քաշի, в общем բանա, Allor de esa կինոյի սցենարն է, չես սկսել։ Ման եմ գալիս, մենք գտնում ենք Վալբերիսում կա, Վալբերիսում պատվիրում է ու գալիս է դեկտեմբերի 28 կամ 29-ին կարծեմ, տալիս է որ հասել է պունկտում է, գնում եմ Վալբերիս, դուռը որ բացում ես չի բացվում, մեծ են սև պակետներով արկղերա ու լիք ապրանք են ստանում ու ձմեր պապու նվերը տեղա ասեմ ժողովուրդ ասեմ սենց եկել է ասում եմ մի հատ գնայեք ասում հա հաստատ սրանց մեջ է բայց մենք չենք կարող այդ գտնենք այդ սպասեք բան կանի որովհետև անհնար է էլի հիմա տենում եք ինչ վիճակ կա ասում եմ օքեյ ասում եմ բայց եկեք խնդրեմ մենակ ասեմ ձեզ ինչ իրավիճակ է էլի ասում եմ տղես իրան ամբողջ տարի պահելա գերազանցիկ նամակ ա գրել ձմեր պապին ասել է ապրես բալիկ ջան կլինի ու ձմեր պապի նվերը ասում եմ հենց հիմա ձեր տարածքում է ասում եմ ես գնամ մի հատ պրինտ կանեմ դրա նկարները ինչ ձևի է կկպցնենք ձեր մոտ խնդրում եմ եթե գտնում եք դա զանգեք իմ համարին որտեվ ասում եմ սա ձմեր պապի նվերն է ու ոնց որ հաջորդ օրներ կարծեմ ամսի 30-ներ որ սպասում եք զանգում ձեր դինոզավրը մենք գտանք նոր տեսակավորում ենք ասում գտանք biz կոնկրետ հենց այդ կետի բան է դառը ամենալոյալ հաճախորդն է դառը որտեվ իրանք իմ ձմեր պապին էին փրկեցին էլի հա նկարները պրինտ արած գնացի մոտներ ասում էսի կպցնում եմ տարածքում ձեր սկոչով կախենք խնդրում եմ որ մեկը տենում եք տեսակավորելուց այս ապրանքը շուտ զանգեք այս տակի գրած համարով որովհետև ասեմ ես չեմ կարող այդ ձմեր պապին ասեմ բան ձմեր պապին սպասող երեխուն ասեմ այս տարի մի քիչ խառն է ասեց այս տոներն ասնիկը վերեմ տոնախալիկ որ ասում ես ընտրություններից հետո սպասի տենանք ինչ անում չէ գովաս չանենք ընտրություններից հետո այդ Վալբերիսը լրիվ ուրիշ կուլտուրա է այս վերջ այդ աշխատողների հետ այնքան ես գնում գալիս լավին արդեն ճանաչում ես ասում եմ ես ձեր top հաճախորդներին վեճ մտնում եմ ասում եմ դու դաժե top 50-ի մեջ չկաս ես գիտեմ ես եմ շուշուտ գալիս ասում եմ դու չես պատկերացնում մարդիկ կան խոսում եմ այդ աշխատողը ասում եմ մարդիկ կան օրը մի քանի անգամ գալիս են կոմոդ կա միշտ ապրանք որը ճանապարհին է կինս հա պատրոն ես դաժե Wildberries չունեմ հա Օրինակ Amazon-ով համարյա միշտ լինում է որ ճանապարհին է, այս բանը մի Lego ենք սպասում։ Lego ենք սպասում։ Չէ, Lego ենք սպասում։ Սովորաբար իմ համար չի, կամ կամերախով կամ կնոջս։ Հա, դա ինքը բան է, էլի, կամ տան համար ինչ որ բան է, չգիտեմ։ Հա, հարմարացրեց էր ինքը իրականում իր ֆենոմենը երևի դրանից էր։ Այն բարդ գործընթացը, ինչը որ ընդունված էր առևտուր on-line գնում կատարելուց ինքը հասցրեց
տնտեսական խանութում գնում կատարելու համարյա նույն գործողությունն է։ Wildberries-ը հա, Պարզացրեց, շատ։ որովհետև մարդը ոչ մեկ չի ուզում դրա հասկանա, որ դրա կիլոգրամի ինչքան է, ոչ մեկին դա հետաքրքիր չի, այս 20, չգիտեմ, 25000 դրամից քանից նա կիլոգրամի գումարը։ Ինքը ուզում է գինը վերջնական տենա, Բայց փոխվել է օրինակ հիմա օրինակ շատ ապրանքներ կա որ պատվիրում ես ու հաջորդ օրը delivery կա նշանակում է Հայաստանից են հիմա Հայաստան շատ վաճառողներ կան բանը այսինքն մենք ունենք հիմա բան ունենք չէ պահեստներից բացի Հայաստանից ահավոր շատ վաճառողներ են ավելացել շատ լավ դաշտ է այն մարդիկ որ բողոքում էին գնացին մտան սկսեցին հետևով վաճառը մեր շատ մարդիկ նոր մտել են մեր շոկոլադները Smell-on մենք կոնկրետ մեկ է կուբիկը Wildberries-ով վաճառում ենք SNG-ի երկրներ Հա հիմա շատ հարմար է էլի ամերիկյան համալսարանի ընկերներից մեկը պրոֆիլը փոխեց սկսեց Wildberries-ով ու Ozon-ով ապրանքներ վաճառել որ Հայաստանի ամենամեծ սելերներից մեկը այնց որ ֆուրերով ապրանք հավաքում որ ասեցի նոր հիշեցի Ozon-ը չեմ նայել ինքը Amazon-ից շուտ է թե չէ որտեվ իմ համար ակնհայտ անունը ոգեշնչված է Amazon-ից Ozon-ը Amazon այնց Ozon ինչ որ բայց այդ գնամ դե Ozon-ից թվում ավելի ուշ եղած կլինի չգիտեմ չնայած չես կարող ասես հա բայց առաջի տպավորություն դա ինի ավելի մեծ բրենդը սովորաբար ոնց է չէ եթե այն ավելի մեծ բրենդ մտածում ես ավելի ճանաչված մտածում ես իրանից եմ ես կարող Ozon-ը ավելի շուտ է սկսել բայց sense ոնց որ երկուսն որ marketplace են առաջի բանը չնայած Ozon-ը Amazon-ը վաղուց էլ marketplace-ի մենակ ինքն էլ ուրիշ էկոսիստեմա է Amazon-ը շատ լուրջ ընկերություն է շատ լուրջ այդ հետաքրքրեց անունը ոնց արել քեզ ի՞նչն է ոգևորում ոգեշնչում երևի ես ահավոր ազարտնիկ եմ ազարտը չգիտեմ ոնց է ավելի ճիշտ գրական հայերենով խաղամոլ չէ այդ հաստատ չէ ես միշտ ինչ որ ես սիրում եմ որ տենց միշտ որ շարժումը լինի էլի միշտ ինչ որ բան լինի ու դրա համար ինձ երևի ամենաշատը ոգևորողը տենց էներգիա տվողը երևի երեխեքս ընտանիքս կինս ու արդեն հետո շրջապատս էլի ընտանիքի անդամները բայց ու ինչ որ բաներ կա որ իմ կյանքում տենց գլոբալ որոշումներ երևի որ կայացեմ այս բանն եմ անում ու ինքը երեխեքս եղել են դրդապատճառներից մեկը երևի եթե ոչ ամենակարևորը մենք տղես օրինակ չգիտեմ տղուս հետ ես այդ բաներից կարամ նստեմ խոսամ իրան բացատրեմ ինքը ինչ որ կամ ինձ խորհուրդ տա ես իրանից լսում եմ որտեվ ինքը ամեն դեպքում ինքը անկեղծ է ասում ինքը բառեր չի գտնում այն բառերով ինձ պատասխանի որից որ ես ավելի շոյվ եմ էգոս շոյի ինքը ուղիղ է ասում ու այդ շատ կարևոր է ինքը ես ինչ որ բան եմ մտածում տես բան է ասում եմ այ ոնց գիտես բան է մուլտի մեջ որոշել եմ վերջը sense լինի sense շատ օրիգինալ բան ես մտածել ես մուտում կա այդ արդեն ասում դու ինչ որ մեղմ չի գալիս ֆանտաստիկ է մտածածը եղել է սարկազմով էլի պատասխան բայց երևի այդ ինչ որ բան շարժառիթ պետք է էլի դրդապատճառ ու երբ որ այդ բանն անում են արդեն ինչ որ իմպը տալիս են այդ ստիմուլը տալիս են ինչ որ բան բրդում է էլի քեզ շնորհակալություն ոդկասթը մինչև վերջ լսելու համար այս մեկը ձեր համար է 1 տարի առաջ մենք ստեղծեցինք LLL համայնքը որպես Rearrange-ի տրամաբանական շարունակություն հասկացանք որ օգտակար զրույցները չպետք է ավարտվեն այն ժամանակ երբ ավարտվում է ոդկասթը մենք ուզում ենք ոդկասթի թեմաները բերել քննարկման քննարկումներն էլ իրական շփման ու կապերի ստեղծման արդյունքում ծնվեց LLL-ը կամ նույն ինքը Lifelong Learners-ը հարթակ որտեղ մենք ունենում ենք live քննարկումներ Rearrange-ի հյուրերի հետ, գրքի քննարկումներ գրքասերների ակումբի շրջանակում, մաստեր կլասեր զանազան թեմաներով
24-րդ հասանելիության գործնական դասընթացներ ֆինանսական գրագիտության, AI-ի եւ այլ արդիական թեմաներով։ Իսկ ամեն ամիս արշավելով ամրապնդում ենք կապը բնության հետ եւ իհարկե միմյանց։ Ոչ մի գուրուներ, ոչ մի կարճ ճանապարհ, LLL-ում պարզապես հետաքրքրացրել մարդիկ ենք, որոնք սովորում են իրարից ու իրար հետ սեփական փորձով քայլ առ քայլ։ Միացեք LLL.network։ Կսպասենք։